Դու կարծում ես, որ անվասայլակով մարդը չի կարող վերահսկել իր շուրջը եղած ամեն ինչը։ Նրան հարկավոր չէր շարժվել, բավական էր միայն մի հեռախոսազանգ, որոշելու համար, թե նա ինչ կարող էր, ինչ չէր կարող անել։ Սերը դարձավ առօրյա, իսկ առօրյան՝ բանտ։ Հիմա ասա ինձ, այս պատմության մեջ ով է ավելի շատ բանտարկված, նա թե նա։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրել է, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով։ Երանում առավոտը զարթնում էր իր բնորոշ աղմուկով, այն ձայնով, որը խառնում է հեռավոր շչակները, շտապող ձայները, շքեղ բնակելի համալիրների ավտոմատ դարպասների ճռռոցը։ Կենտրոն թաղամասում, որտեղ հին ծառերը փորձում էին թաքցնել ավելի ու ավելի բարձր ու ժամանակակից առանձնատները, մի առանձնահատուկ տուն գրավում էր ուշադրությունը իր աննկատ էլեգանտությամբ։ Անթերի սպիտակ պատեր, ձեռքով մշակված երկաթե դարպաս, այգի, որը կարծես դեկորացիայի ամսագրից լիներ։ Հենց այնտեղ էր ապրում Մարսել Արեգ Մենդեսը, քաղաքի գործարար շրջանակներում հայտնի անուն, շինարարական ընկերության սեփականատեր, որը բնակելի առտրային շենքեր էր կառուցում ամբողջ երկրով մեկ։ Մարսելը 42 տարեկան էր, մազերը քունքերում մոխրագույն էին, ինչը նրան առանձնահատուկ շուկ էր տալիս, կոստյումները միշտ պատվերով կարված էին, ուներ ժպիտ, որը զինաթափում էր։ Նա իր կայսրությունը կառուցել էր միայնակ, կամ գոնե այդպես էր սիրում պատմել։ Մարզից միջին խավի ընտանիքի որդի էր, մայրաքաղաք էր եկել 20 տարեկանում, վճռականորեն ապացուցելու իր արժեքը։ Եվ ապացուցեց։ Այսօր նրա անունը քաղաքում տարածված շինհրապարակների ցուցանակների վրա էր, գործարար ամսագրերում, բարեգործական ընթրիքներում, որտեղ նա բնականաբար շփվում էր քաղաքական գործիչների գործարարների հետ։ Բայց այդ կատարյալ տան ներսում, օգոստոսի այդ առավոտ, ինչ-որ բան պատրաստվում էր փոխվել։ Գլխավոր ննջասենյակում, լայն ու չեզոք երանգներով ձավորված, մի երիտասարդ կին դեռ քնած էր։ 27 տարեկան էր, շագանակագույն մազերը ազատորեն ընկած էին եգիպտական սպիտակեղենի բարձի վրա, դեմքը անդորր էր, որը հակադրվում էր աչքերի տակ նուրբ կապտուկներին։ Նրա անունը Հեղինե էր։ Հեղինե Քրիստինե Սանթոսյան, նախկինում պարզապես Հեղինե, հիմա Հեղինե Մենդես, Մարսելի կինը 3 տարի շարունակ։ Հեղինեն դանդաղ արթնացավ, զգալով հղիության ծանոթ ծանրությունը։ 8 ամիս։ Այնքան քիչ էր մնացել։ Ձեռքը դրեց կլորացած փորին, զգաց, որ երեխան շարժվում է, այն շարժումը, որը նրան դեռ հիացնում էր այդքան ամիսներ անց։ Ժպտաց։ Տղա էր։ Անունը Պետրոս էր լինելու։ Պետրոս Արեգ Մենդես։ Անունը վաղուց էր ընտրված, այն գիշերային զրույցներից մեկում, երբ Մարսելը ավելի մարդկային էր թվում, ավելի մոտ։ Զգուշությամբ վեր կացավ, այտուցված ոտքերը դիպչում էին փափուկ գորգին։ Տունը լուռ էր։ Մարսելը արդեն գնացել էր գրասենյակ, ինչպես միշտ։ Նա նայեց անկողնու կողքի սեղանի ժամացույցին։ Առավոտյան 10:30։ Ավելի շատ էր քնել, քան սովորաբար։ Վերջերս հյուծված էր։ Հղիությունը ծանրություն էր ոչ միայն մարմնի, այլ ավելի խորը մի բանի վրա, որը նա չէր կարողանում անվանել։ Քայլեց դեպի խոհանոց, լայն ու ժամանակակից, ամբողջը սպիտակ, մարմարե դետալներով։ Տնային օգնականը տիկին Սիրանուշը, 60 տարեկան մի կին, որն այնտեղ աշխատում էր 2 տարի, նարնջի հյութ էր պատրաստում։ Բարի լույս, տիկին Հեղինե։ Լավ քնեցի՞ք։ Հեղինեն ժպտաց, հոգնած։ Քնեցի, տիկին Սիրանուշ։ Բայց արթնանում եմ արդեն հոգնած։ Հղիության վերջն է, աղջիկս։ Իմ թոռնիկը ծնվեց անցյալ ամիս, հարսս էլ նույնն էր անցնում։ Բայց շուտով կանցնի։ Շուտով երեխան կգա, ամեն ինչ կփոխվի։ Հեղինեն հյութ մատուցեց իրեն, զգալով, թե ինչպես է թարմ հեղուկը իջնում կոկորդով։ Նստեց խոհանոցի սեղանին, մի բան, որ Մարսելը չէր սիրում։ Նա նախընտրում էր, որ Հեղինեն սուրճ խմի ճաշասենյակում, համապատասխան տեղում։ Բայց Մարսելը այնտեղ չէր։ Տիկին Սիրանուշ, կարծում եք, ես տարբերվում եմ։ Տնային օգնականը դադարեցրեց իր աշխատանքը, նայեց տիրուհուն։ Այդ հայացքում կար սեր, բայց նա զգուշություն։ Ինչպես տարբերվող, սիրելիս։ Չգիտեմ։ Ավելի հանգիստ։ Ավելի կապված։ Խոսքերը դուրս եկան, նախքան Հեղինեն կկարողանար դրանք ստել։ Տիկին Սիրանուշը սրբիչով չորացրեց ձեռքերը, մոտեցավ։ Հղիությունը փոխում է մեզ, տիկին Հեղինե։ Մենք դառնում ենք ավելի զգայուն, ավելի հուզական։ Նորմալ է այսպես զգալը։ Բայց դա միայն դա չէր։
Հեղինեն գիտեր։ Վերջին ամիսներին ինչ-որ բան փոխվել էր։ Մարսելը ավելի ներկա էր, բայց խեղդող ձով։ Օրվա ընթացքում մի քանի անգամ զանգում էր, իմանալու, թե ինչպես է նա։ Հարցնում էր բոլոր բժշկական այցելությունների մանրամասները։ Պնդում էր, որ նա միայնակ դուրս չգա։ Ասում էր, որ վտանգավոր է, որ քաղաքը բռնի է, որ հղի կինը խոցելի է։ Եվ Հեղինեն, հոգնած, իրոք խոցելի, սկսել էր հավատալ։ Նրա ընկերուհիները դադարեցին զանգել։ Կամ միգուցե նա դադարեց պատասխանել։ Չէր հիշում հստակ։ Վերջին անգամ, երբ դուրս էր եկել ճաշելու դիզայնի դասընթացի աղջիկների հետ, որը տարիներ առաջ էր անցել, երբ էր։ 4 ամիս։ 5։ Մարսելն այդ օրն ասել էր, որ նա խնդրում է, որ նա տանը մնա, որ նրա ճնշումը փոփոխված է։ Նա նույնիսկ չվիճեց։ Եվ իր քույրը, Կարինեն։ Ավագ քույրը, բազմազգ ընկերության գործադիր տնօրեն, միշտ այդքան ուժեղ, այդքան վճռական։ Կարինեն հիմա ավելի քիչ էր զանգում։ Կամ Հեղինեն ավելի քիչ էր պատասխանում։ Զրույցները նախկինում ամենօրյա, դարձել էին շաբաթական, ապա երկշաբաթական։ Վերջին զանգի ժամանակ, 2 շաբաթ առաջ, Կարինեն հարցրել էր, թե ամեն ինչ լավ է։ Հեղինեն ասել էր, որ այո, պարզապես հոգնած է, կենտրոնացած է հղիության վրա։ Կարինեն պնդել էր։ Հեղինեն փոխել էր թեման։ Հեռախոսը զանգեց։ Մարսելն էր։ Սերս, ինչպե՞ս ես։ Լավ եմ, Մարսել։ Հենց նոր արթնացա։ Այդքան ուշ։ Հեղինե, դու պետք է ռեժիմ ունենաս։ Լավ չէ մինչ այդ ժամը քնելը։ Նրա ձայնը մեղմ էր, բայց այնտեղ ինչ-որ բան կար։ Հոգատարության քողի տակ քննադատություն։ Հոգնած եմ, նորմալ է։ Գիտեմ, սերս։ Դրա համար մտածում եմ, որ գուցե ավելի լավ է, որ ավելի շատ հանգստանաս։ Բժիշկն ասաց, որ քո ճնշումը տատանվում է։ Դու պետք է քեզ խնամես։ Մեր որդու համար։ Նա կրծքավանդակում սեղմում զգաց։ Բժիշկը իսկապես մեկնաբանել էր ճնշման մասին, բայց ոչ մի լուրջ բան։ Պարզապես խորհուրդ էր տվել ավելի քիչ սթրես, թեթև սնունդ, մեղմ զբոսանքներ։ Բայց Մարսելը յուրաքանչյուր բժշկական խոսքը վերածում էր առավելագույն տագնապի։ Կխնամեմ ինձ, Մարսել։ Շատ լավ։ Կխնդրեմ տիկին Սիրանուշին պատրաստել այն թեյը, որը բժիշկը խորհուրդ էր տվել։ Եվ սերս, այսօր դուրս մի եկիր, լավ։ Շատ շոգ է, լավ չի լինի քեզ համար։ Ես նույնիսկ դուրս չէի գալու։ Կատարյալ։ Սիրում եմ քեզ։ Ինչ որ բան լինի, զանգիր ինձ։ Նա անջատեց։ Հեղինեն նայում էր հեռախոսին։ Ինչ որ բան սխալ էր, բայց նա չէր կարողանում որոշել, թե ինչ։ Կարծես գտնվում էր մի պղպջակի մեջ, որը գնալով փոքրանում էր, ավելի սեղմվում, բայց այնքան դանդաղ, որ նա հազիվ էր նկատում։ Տիկին Սիրանուշը թեյը բերեց առանց Հեղինեի խնդրելու։ Մարսելը արդեն զանգահարել էր նրան։ Հեղինեն լուռ խմեց։ Օրը դանդաղ անցավ։ Հեղինեն փորձեց կարդալ, բայց չկարողացավ կենտրոնանալ։ Հեռուստացույց դիտեց, բայց ոչինչ չէր գրավում նրա ուշադրությունը։ Նստեց ձմեռային այգում, տան այն անկյունում, որը նա սիրում էր, բույսերով ապակիներից ներս մտնող բնական լույսով։ Բայց նույնիսկ այնտեղ իրեն տարօրինակ էր զգում, տեղից դուրս։ Մտածեց կյանքի մասին, մինչ Մարսելը աշխատում էր գովազդային գործակալությունում, ստեղծում էր արշավներ, ուներ զբաղված, բայց հուզիչ առօրյա։ Մարսելին հանդիպեց կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Նա այնտեղ էր, ներկայացնելով շինարարական ընկերությունը, նա ներկայացնելով նախագիծ։ Նա մոտեցավ նրան վերջում, գովեց նրա աշխատանքը, խնդրեց նրա հեռախոսահամարը։ Սկսեցին հանդիպել։ Նա ուշադիր էր, առատաձեռն, տպավորիչ։ Նրան տանում էր լավագույն ռեստորաններ, ճանապարհորդում էին դրախտային լողափեր, նա նրան ծածկում էր նվերներով։ 6 ամիս անց նա ամուսնության առաջարկ արեց օղակած զբոսայգու տեսարանով ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։ Նա 2 անգամ չմտածելով այո ասաց։ Ամուսնությունից հետո նա առաջարկեց, որ Հեղինեն դադարի աշխատել։ Ասում էր, որ նրանց պետք չէ նրա գումարը, որ ինքը ուզում է, որ նա երջանիկ լինի, առանց սթրեսի։ Հեղինեն սկզբում դիմադրեց, բայց Մարսելը համոզիչ էր։ Նա փաստարկում էր սիրով, տրամաբանությամբ, հանգիստ կյանքի խոստումներով։ Նա ի վերջո զիջեց։
Ի վերջո, նա միշտ երազել էր ընտանիք ունենալու, մայր լինելու մասին։ Գուցե ժամանակն էր։ Բայց հանգիստ կյանքը վերածվում էր դատարկ կյանքի։ Առանց աշխատանքի, առանց առօրյայի, նա սկսեց իրեն կորած զգալ։ Մարսելը լրացնում էր այդ դատարկությունը մշտական ուշադրությամբ, բայց դա վերահսկող ուշադրություն էր։ Նա միշտ ուզում էր իմանալ, թե որտեղ է նա։ Ում հետ է խոսում։ Ինչ է անում։ Ասում էր, որ դա սեր է։ Որ անհանգստանում է։ Որ այնքան է սիրում նրան, որ չէր կարող տանել այն միտքը, որ նրան ինչ-որ վատ բան կպատահի։ Եվ նա հավատում էր։ Ուզում էր հավատալ։ Հղիությունը եկավ ամուսնությունից 1 տարի անց։ Այն պլանավորված էր ցանկալի երկուսի կողմից։ Հեղինեն պատկերացնում էր, որ երեխան նոր կյանք կբերի իր առօրյային, նոր նպատակ։ Եվ բերեց։ Բայց նա բերեց էլի ինչ-որ բան։ Մարսելը դարձավ էլ ավելի պաշտպանողական։ Մոլուցքորեն պաշտպանողական։ Այդ գիշեր, երբ նա աշխատանքից եկավ, բերեց սպիտակ ծաղիկների փունջ լայն ժպիտ։ Աշխարհի ամենագեղեցիկ կնոջ համար։ Հեղինեն ժպտաց, ընդունելով ծաղիկները։ Նա համբուրեց նրա ճակատին, ապա փորին։ Ինչպե՞ս է որդիս։ Լավ։ Շատ է շարժվում այսօր։ Շատ լավ նշան է։ Հեղինե, պետք է քեզ հետ մի բան խոսեմ։ Նրանք նստեցին հյուրասենյակում։ Մարսելը բռնեց նրա ձեռքերը։ Այսօր խոսեցի բժիշկ Հովհաննիսյանի հետ։ Նա անհանգիստ է։ Հեղինեի սիրտը թռավ։ Ինչի՞։ Համար անհանգիստ։ Քո ճնշման և սթրեսի։ Նա կարծում է, որ դու պետք է բացարձակ հանգիստ մնաս։ Առաջիկա շաբաթներին, մինչ ծննդաբերությունը։ Բայց նա ինձ դա չասաց վերջին այցելության ժամանակ։ Ես նրան զանգեցի այսօր, պատմեցի, որ դու հոգնած ես, գրգռված։ Նա անհանգստացավ։ Ասաց, որ ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։ Հեղինեն տարօրինակ բան զգաց։ Բժիշկը դա ուղղակիորեն կասեր նրան, ոչ թե Մարսելին։ Բայց այն ձը, թե ինչպես էր նա խոսում, այդքան լուրջ, այդքան անհանգիստ, ստիպում էր նրան կասկածել իրեն։ Բացարձակ հանգիստը ինչ է նշանակում։ Նշանակում է տանը մնալ։ Նախընտրելի է անկողնում կամ բազմոցին։ Առանց ջանքերի։ Առանց սթրեսի։ Առանց անհանգստությունների։ Բայց Մարսել, ես արդեն ամբողջ օրը տանն եմ։ Գիտեմ, սերս։ Բայց ուզում եմ, որ դու էլ ավելի հանգիստ լինես։ Բուժքույր կվարձեմ, որպեսզի նա օրվա ընթացքում քեզ հետ լինի։ Եվ կխնդրեմ տիկին Սիրանուշին պատրաստել բոլոր ճաշատեսակները բերել սենյակ։ Դու պետք է ոչ մի բանի համար չանհանգստանաս։ Ինչ-որ բան Հեղինեի ներսում բղավեց։ Բայց ձայնը թույլ էր, խեղդված հոգնածությունից, շփոթությունից։ Բուժքույր պետք չէ, Մարսել։ Ես լավ եմ։ Նա ավելի ուժեղ սեղմեց նրա ձեռքերը։ Հեղինե, ես չեմ ռիսկի դիմի, կորցնելու քեզ կամ մեր որդուն։ Չեմ ռիսկի դիմի։ Եթե բժիշկը հանգիստ է խորհուրդ տալիս, ապա հանգիստ էլ կունենաս։ Ես ամեն ինչ կկարգավորեմ։ Պարզապես պետք է ինձ վստահես։ Նրա աչքերը խոնավ էին։ Նա անկեղծորեն անհանգիստ էր թվում։ Հեղինեն մեղքի զգացում ունեցավ, հարցեր տալու համար։ Լավ։ Նա ժպտաց, թեթացած։ Շատ լավ։ Ես կխնամեմ քեզ։ Խոստանում եմ։ Այդ գիշեր Հեղինեն շուտ պառկեց։ Մարսելը ջաշը բերեց անկողին, ինչպես խոստացել էր։ Նա քիչ կերավ։ Նա պնդեց, որ ավելին ուտի, երեխայի համար։ Նա հնազանդվեց։ Քնելուց առաջ հեռախոսը վերցրեց Կարինեին հաղորդագրություն ուղարկելու համար։ Բայց հեռախոսը լիցքաթափված էր։ Տարօրինակ։ Համոզված էր, որ թողել էր լիցքավորման։ Նորից միացրեց որոշեց, որ հաղորդագրությունը կուղարկի հաջորդ օրը։ Բայց հաջորդ օրը, երբ արթնացավ, հեռախոսը չկար անկողնու կողքի սեղանին։ Փնտրեց սենյակում։ Ոչինչ։ Իջավ ներք հարցրեց տիկին Սիրանուշին։ Տնային օգնականն ասաց, որ չի տեսել։ Մարսելը զանգեց առավոտվա կեսին։ Սերս, վերցրել եմ քո հեռախոսը։ Մարտկոցը վատ էր, տարա փոխելու։
Մի անհանգստացիր, ցանկացած շտապ դեպքում մարդիկ կարող են զանգել տան հեռախոսին կամ իմ բջջայինին։ Բայց Մարսել, ինձ պետք է իմ հեռախոսը։ Սերս, դու հանգստի ռեժիմում ես։ Պետք չէ հեռախոսով զբաղվել, դա միայն սթրես է բերում։ Սոցիալական ցանցեր, վատ նորություններ, հաղորդագրություններ։ Լավ չի։ Մի քանի օրից կվերադարձնեմ, խոստանում եմ։ Հեղինեն ցրտություն զգաց ողնաշարում։ Բայց վիճելու ուժ չուներ։ Շատ հոգնած էր։ Գուցե նա ճիշտ էր։ Գուցե հեռախոսը իսկապես սթրես էր բերում։ Օրերը սկսեցին խառնվել։ Հեղինեն ժամանակի մեծ մասն անցկացնում էր սենյակում։ Բուժքույր Սոնան առավոտյան էր գալիս, միջին տարիքի կին, արդյունավետ լուր։ Նա չափում էր Հեղինեի ճնշումը, ամեն ինչ գրում էր տետրակում, քիչ էր խոսում։ Տիկին Սիրանուշը բերում էր ճաշերը։ Մարսելը օրվա ընթացքում մի քանի անգամ զանգում էր։ Հեղինեն մի քանի անգամ փորձեց հարցնել հեռախոսի մասին, բայց Մարսելը միշտ պատրվակ ուներ։ Տեխնիկական սպասարկումը ձգձգվում էր։ Պետք էր մաս պատվիրել։ Ավելի լավ էր սպասել մինչ ծննդաբերությունից հետո, որպեսզի չսթրեսվեր։ Մի կեսօր Հեղինեն խնդրեց օգտագործել տան հեռախոսը։ Ուզում էր զանգել Կարինեին։ Բայց հեռախոսը գիծ չուներ։ Մարսելը հետո բացատրեց, որ խնդիր կա, որ կզանգահարի օպերատորին։ Սենյակի պատուհանները, որոնք նախկինում միշտ բաց էին, հիմա փակ էին մնում։ Մարսելն ասաց, որ դա օդորակիչի պատճառով է, որ պետք է կայուն ջերմաստիճան պահել երեխայի համար։ Հեղինեն սկսեց խեղդված զգալ իրեն։ Բայց միաժամանակ նրա ներսում մի ձայն կար, որն ասում էր, որ նա չափազանցնում է։ Որ Մարսելը պարզապես ուզում է խնամել նրան։ Որ շուտով երեխան կծնվի ամեն ինչ կվերադառնա նորմալ հուն։ Բայց ինչ կլիներ, եթե չվերադառնար։ Մի գիշեր, արդեն սեպտեմբերի կեսին, Հեղինեն արթնացավ տարօրինակ զգացումով։ Նայեց մութ սենյակի շուրջը։ Մարսելը քնած էր իր կողքին, շնչառությունը ծանր էր։ Նա դանդաղ վեր կացավ, քայլեց դեպի դուռը։ Պտտեց բռնակը։ Դուռը բացվեց նորմալ։ Իհարկե կբացվեր։ Ինչու՞ չէր բացվի։ Իջավ աստիճաններով, մեղմորեն քայլելով սառը մարմարի վրա։ Գնաց խոհանոց, մի բաժակ ջուր վերցրեց։ Տունը բացարձակ լռության մեջ էր։ Նայեց խոհանոցի պատուհանից, տեսավ քաղաքը դրսում, հեռվում գտնվող շենքերի լույսերը, պողոտայով անցնող մեքենաները։ Այնքան մոտ, այնքան հեռու միաժամանակ։ Նստեց այնտեղ, մթության մեջ, թույլ տվեց իրեն զգալ այն, ինչից խուսափում էր շաբաթներ շարունակ։ Վախ։ Վախենում էր։ Ոչ թե Մարսելից, որ նա ֆիզիկապես վնասեր իրեն։ Նա երբեք ձեռք չէր բարձրացրել նրա վրա, երբեք չէր բղավել։ Բայց ինչ-որ բան կար այն ձի մեջ, թե ինչպես էր նա շրջապատում նրան, ինչպես էր նրա շուրջը հյուսում անտեսանելի մտահոգությունների հոգատարության ցանց, որոնք իրականում վերահսկողություն էին։ Նա մեկուսացնում էր նրան։ Նուրբ, քաղաքավարի, բայց մեկուսացնում։ Եվ ամենավատն այն էր, որ նա թույլ էր տվել։ Հավատացել էր։ Զիջել էր քայլ առ քայլ, քանի որ յուրաքանչյուր առանձին քայլ խելամիտ էր թվում, կարծես սիրո տեղից էր գալիս։ Բայց սերը չի կապում։ Սերը ազատում է։ Հեղինեն վերադարձավ սենյակ։ Պառկեց Մարսելի կողքին, նայեց առաստաղին մթության մեջ։ Ինչ-որ մեկի օգնության կարիք ուներ։ Բայց ինչպես օգնություն խնդրել, երբ նույնիսկ զանգել չէր կարողանում։ Երբ այլս մուտք չուներ արտաքին աշխարհ։ Մտածեց տիկին Սիրանուշի մասին։ Արդյոք նա կնկատեր ինչ-որ սխալ բան։ Արդյոք կօգներ։ Եվ Կարինեն։ Իր քույրը։ Այդքան ուժեղ, այդքան վճռական։ Կարինեն թույլ չէր տա, որ դա տեղի ունենար։ Բայց Կարինեն նույնիսկ չգիտեր, թե ինչ էր կատարվում։ Հեղինեն այնքան լավ էր ծացրել, որ ամեն ինչ լավ էր վերջին զրույցների ժամանակ։ Երեխան շարժվեց նրա ներսում։ Հեղինեն ձեռքը դրեց փորին, զգաց, թե ինչպես են արցունքները թրջում բարձը։ Պետք է ուժեղ լիներ։ Պետրոսի համար։ Պետք է ելք գտներ։ Բայց ինչպես դուրս գալ բանտից, որը նույնիսկ ճաղեր չուներ։ Ինչպես փախչել, երբ դուռը բաց է, բայց քո միտքը համոզված է, որ չես կարող անցնել դրանով։ Քաղաքի մյուս կողմում, Արաբկիրի ժամանակակից բնակարանում, Կարինեն նույնպես արթուն էր։
Նստած իր աշխատանքային սեղանի մոտ, թե գրեթե կեսգիշեր էր, նա ավարտում էր զեկույցները։ Բայց նրա միտքը այլ տեղ էր։ Այն Հեղինեի մոտ էր։ 3 շաբաթ էր, ինչ չէր խոսել քրոջ հետ։ 3 շաբաթ։ Ամենաերկար բացակայությունը մանկուց ի վեր։ Մի քանի անգամ փորձել էր զանգել։ Հեղինեի բջջայինը միշտ անցնում էր ձայնային փոստին։ Զանգել էր տուն։ Մի տնային օգնական էր պատասխանել, ասել էր, որ Հեղինեն հանգստանում է, որ կզանգահարի։ Բայց երբեք չէր զանգահարել։ Կարինեն ճանաչում էր Փեսային։ Մարսելը միշտ չափից դուրս ուշադիր էր եղել, ըստ նրա։ Այն տեսակից, որը մակերեսին կատարյալ է թվում, բայց տակից ինչ-որ բան կա, որը չի համապատասխանում։ Նա երբեք լիովին չէր սիրել նրան, բայց Հեղինեն երջանիկ էր թվում։ Կամ թվում էր։ Վերցրեց հեռախոսը, նորից հավաքեց։ Մի քանի անգամ զանգեց։ Ի վերջո ինչ-որ մեկը պատասխանեց։ Մարսելն էր։ Ալո։ Մարսել, Կարինեն է։ Ինձ պետք է Հեղինեի հետ խոսել։ Կարինե, արդեն ուշ է։ Նա քնած է։ 11:30 է։ Հեղինեն երբեք այդ ժամին չի քնում։ Նա 8 ամսական հղի է, Կարինե։ Հյուծված է։ Թույլ տուր խնդրեմ, որ նա վաղը զանգահարի քեզ։ Մարսել, 3 շաբաթ է, ինչ փորձում եմ խոսել քրոջս հետ։ Լռություն տիրեց։ Նա լավ է, Կարինե։ Հանգստի ռեժիմում է, բժշկի խորհրդով։ Ես խնամում եմ նրան։ Պետք չէ անհանգստանալ։ Ուզում եմ խոսել նրա հետ։ Հիմա։ Մարսելի ձայնը սառեց։ Ես չեմ արթնացնի կնոջս, որովհետև դու անհանգիստ ես, Կարինե։ Նա պետք է հանգստանա։ Վաղը նա կզանգահարի քեզ։ Նա անջատեց։ Կարինեն նայում էր հեռախոսին։ Ինչ-որ բան շատ սխալ էր։ Նա զգում էր։ Այդ զգացումը, որ քույրերն ունեն, այդ անտեսանելի կապը, որը զգուշացնում է, երբ ինչ-որ բան ճիշտ չէ։ Վերցրեց մեքենայի բանալիները։ Գնալու էր այնտեղ։ Հիմա։ Բայց երբ 20 րոպե անց հասավ տան դիմաց, բոլոր դարպասները փակ էին։ Զանգեց զանգակը։ Ոչ ոք չպատասխանեց։ Նորից զանգեց։ Ոչինչ։ Բղավեց Հեղինեի անունը։ Լռություն։ Նա մնաց այնտեղ մայթին, նայելով այդ կատարյալ տանը, իր սպիտակ պատերով անթերի այգով։ Եվ բացարձակապես հաստատ գիտեր, որ իր քրոջ կարիքը կար։ Վերադարձավ մեքենա, բայց չհեռացավ։ Մնաց այնտեղ, կայանված փողոցում, հսկելով։ Սպասելով։ Պետք էր պլան։ Պետք էր մտնել այդ տուն։ Պետք էր տեսնել Հեղինեին։ Եվ նա չէր հանգստանա, մինչ չկարողանար։ Որովհետև նրա ներսում ինչ-որ բան բղավում էր, որ ժամանակը սպառվում է։ Հաջորդ օրերը առօրյայի աճող լարվածության տարօրինակ խառնուրդ էին։ Հեղինեն ուշ էր արթնանում, նախաճաշում էր, որը տիկին Սիրանուշը բերում էր սկուտեղով, ընդունում էր բուժքույր Սոնայի այցը, օրն անցկացնում էր սենյակում կամ կից փոքրիկ հյուրասենյակում, միշտ փակ պատուհաններով, միշտ հեռուստացույցը ցածր ձայնով միացված, միշտ այն զգացումով, որ լողում է որևէտեղ իրականության վատ երազի միջ։ Մարսելը աշխատանքից գալիս էր երեկոյան 7-ին, ճշտապահորեն։ Բերում էր օրվա նորությունները, պատմում էր հանդիպումների պայմանագրերի մասին, հարցնում էր երեխայի մասին։ Ճաշում էին միասին սենյակում։ Նա պնդում էր, որ Հեղինեն ավելին ուտի։ Նա հնազանդվում էր։ Ապա նա ձեռքը դնում էր նրա փորին, խոսում էր Պետրոսի հետ, ասում էր, որ ինքը լինելու է աշխարհի լավագույն հայրը։ Եվ այդ պահերին Հեղինեն գրեթե հավատում էր, որ ամեն ինչ լավ է։ Որ դա պարզապես մի փուլ է։ Որ ծննդաբերությունից հետո ամեն ինչ կվերադառնա նորմալ հուն։ Բայց գիշերը, երբ Մարսելը քնած էր, նա արթուն էր, լսելով տան լռությունը, ճշմարտությունը վերադառնում էր սառը ալիքի պես։ Նա բանտարկված էր։ Ոչ շղթաներով կամ կողպեքներով, այլ ավելի նուրբ, նույնքան արդյունավետ մի բանով։ Նա բանտարկված էր իր սեփական մտքով, որը համոզվել էր, որ այնտեղից դուրս գալը վտանգավոր կլինի, անպատասխանատու եսասեր։ Նա բանտարկված էր այն վախով, որը Մարսելը տնկել էր նրա սրտում այնքան հմտորեն, որ նա նույնիսկ չէր նկատել, երբ արմատները սկսել էին աճել։ Մի առավոտ, այն գիշերից գրեթե 3 շաբաթ անց, երբ նա իջել էր խոհանոց, Հեղինեն արթնացավ մեջքի ցավով։
Ուժեղ չէր, բայց անհանգստացնող էր։ Կանչեց Մարսելին, ով արդեն պատրաստ էր դուրս գալու։ Շատ է ցավում։ Դիմանալի է, բայց անհանգստացնում է։ Նա ճակատը գնջրեց, անհանգիստ։ Կզանգահարեմ բժիշկ Հովհաննիսյանին։ Գուցե ավելի լավ է, որ ամբողջ օրը պառկած մնաս։ Ոչ մի դեպքում մի բարձրացիր, նույնիսկ զուգարան գնալու համար։ Կխնդրեմ Սոնային բերել մի սպասք։ Մարսել, դրա կարիքը չկա։ Պարզապես մեջքի ցավ է։ Հեղին է, դու 8.5 ամսական հղի ես։ Ցանկացած բան կարող է վաղաժամ ծննդաբերության նշան լինել։ Ես չեմ ռիսկի դիմի։ Նրա ձայնը վիճաբանություն չէր ընդունում։ Հեղինեն զգաց երախտագիտության անհանգստության այդ խառնուրդը։ Նա այդքան էր հոգ տանում։ Կամ հոգ տանում էր։ Այդ օրվա ընթացքում Հեղինեն անկողնուց դուրս չեկավ։ Սոնան ամբողջ ժամանակ այնտեղ էր, հսկելով, նշումներ անելով, գրեթե առանց խոսելու։ Տիկին Սիրանուշը բերում էր ճաշերը, բայց նա նույնպես ավելի լուռ էր, քան սովորաբար։ Հեղինեն փորձեց խոսել, բայց տնային օգնականը պարզապես քաղաքավարի ժպտաց արագ դուրս եկավ։ Արդյոք նա գիտի։ Արդյոք նա նկատում է, որ այստեղ ինչ-որ բան սխալ է։ Հեղինեն ուզում էր հարցնել, ուզում էր օգնություն խնդրել, բայց չգիտեր ինչպես։ Իսկ եթե սխալվում էր։ Իսկ եթե Մարսելը իսկապես պարզապես խնամում էր նրան։ Իսկ եթե նա անշնորհակալ էր, պարանոիկ, անարդար մի մարդու նկատմամբ, որը նրան այդքան էր սիրում։ Կեսօրին ներքի հարկից ձայներ լսեց։ Մարսելն էր։ Բայց նրա տանը լինելու ժամը չէր։ Դանդաղ վեր կացավ, անտեսելով պառկած մնալու հրամանը, գնաց դեպի սենյակի դուռը։ Բացեց, մի ճեղք լսեց։ Ոչ, մայր։ Այցելությունների համար լավ ժամանակ։ Չէ։ Հեղինեն բացարձակ հանգստի մեջ է։ Բժիշկը շատ հստակ էր։ Մարսելի ձայնն էր, լարված, զայրացած։ Բայց Մարսել, ես քո մայրն եմ։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես է նա։ Ամիսներ է, ինչ չեմ տեսել նրան։ Հեղինեն ճանաչեց ձայնը։ Տիկին Արփինեն էր, Մարսելի մայրը։ 65 տարեկան մի կին, սպիտակ մազերը միշտ հավաքված էլեգանտ հանգույցով, հասարակ հագուստ, կիրթ վարվելած։ Ամուսնության առաջին տարիներին Արփինեն հաճախ էր այցելում տուն։ Բայց վերջին ժամանակներս այցելությունները դադարել էին։ Մարսելը միշտ ասում էր, որ մայրը զբաղված է, կամ ճանապարհորդում է, կամ որ նրանք կհանդիպեն մեկ այլ ժամանակ։ Մայր, մի պնդիր։ Երբ ճիշտ ժամանակը լինի, ես կասեմ։ Հիմա պետք է, որ դու գնաս։ Տոնը սառն էր, կտրուկ։ Հեղինեն երբեք չէր լսել, որ Մարսելն այսպես խոսի մոր հետ։ Նա շոկի մեջ էր։ Դու փոխվել ես, Մարսել։ Չգիտեմ, թե ինչ է պատահել քեզ հետ, բայց փոխվել ես։ Ծանր լռություն տիրեց։ Ապա դրան դիմացի դուռը փակվեց։ Հեղինեն արագ վերադարձավ անկողին, ծածնելով, թե ոչինչ չի լսել։ Մի քանի րոպե անց Մարսելը մտավ սենյակ։ Դեմքը կարմիր էր, ձեռքերը բռունցքված։ Բայց երբ տեսավ Հեղինեին, ժպիտ պարտադրեց։ Ինչպե՞ս ես, սերս։ Ավելի լավ։ Ցավն անցավ։ Շատ լավ։ Մայրս եկել էր այցելելու, բայց ես ուղարկեցի նրան։ Քեզ խաղաղություն է պետք, ոչ թե այցելություններ։ Բայց Մարսել, նա քո մայրն է։ Ես կուզենայի տեսնել նրան։ Նրա աչքերը մեկ վայրկյանով կարծրացան, ընդամենը մեկ վայրկյանով, բայց Հեղինեն տեսավ։ Հեղինե, դու հանգստի մեջ ես։ Այցելությունները բերում են հուզմունք, զրույցներ, ջանքեր։ Լավ չի։ Երբ Պետրոսը ծնվի, կընդունենք ում ուզես։ Առայժմ պետք է, որ ինձ վստահես։ Նա գլխով արեց, բայց նրա ներսում ինչ-որ բան սկսեց ճաքել։ Մի փոքր ճաք Մարսելի կառուցած համոզմունքի պատի վրա։ Այդ գիշեր, երբ Մարսելը քնեց, Հեղինեն նորից վեր կացավ։ Գնաց սենյակի անկյունում գտնվող փոքրիկ գրասեղանին, դանդաղ բացեց դարակը, աղմուկ չանելու համար, վերցրեց տետրակ ու գրիչ։ Վերադարձավ անկողին, լամպի թույլ լույսի տակ, սկսեց գրել։ Չգիտեր, թե ում համար էր գրում։ Գուցե իր համար։ Գուցե ինչ-որ մեկի համար, ով մի օր կգտներ։ Բայց պետք էր դուրս հանել այն, ինչ զգում էր։ Ես սա գրում եմ, որովհետև վախենում եմ մոռանալ, թե ով եմ ես։ Իմ անունը Հեղինե Քրիստինե Սանթոսյան Մենդես է։
Ես 27 տարեկան եմ։ Ես 8.5 ամսական հղի եմ։ Եվ ես բանտարկված եմ։ Չկան շղթաներ։ Չկան կողպեքներ։ Իմ սենյակի դուռը բացվում է։ Բայց ես չեմ կարող դուրս գալ։ Իմ ամուսինն ասում է, որ սիրում է ինձ, որ պաշտպանում է ինձ, որ ամեն ինչ, ինչ անում է, իմ մեր որդու բարօրության համար է։ Եվ ես ուզում եմ հավատալ։ Բայց իմ ներսում ինչ-որ բան բղավում է, որ դա սեր չէ։ Դա վերահսկողություն է։ Նա վերցրեց իմ հեռախոսը։ Ասաց, որ մարդկոցը վատ է։ 4 շաբաթ է։ Ես չեմ խոսում քրոջս հետ։ Ես ոչ ոքի հետ չեմ խոսում, բացի նրանից, բուժքրոջից տնային օգնականից։ Պատուհանները միշտ փակ են։ Նա ասում է, որ դա օթորակիչի համար է։ Բայց ես զգում եմ, որ դա նրա համար է, որ ես չբղավեմ։ Նա երբեք չի հարվածել ինձ։ Երբեք չի բղավել։ Նա միշտ քաղաքավարի է, միշտ ուշադիր։ Բայց նրա աչքերում ինչ-որ բան կա, երբ ես հարցեր եմ տալիս։ Ինչ-որ սառը բան։ Ինչ-որ բան, որը ստիպում է ինձ վախենալ պնդելուց։ Չգիտեմ, թե ինչ անել։ Չգիտեմ, թե ինչպես դուրս գալ։ Վախենում եմ սխալվելուց։ Վախենում եմ ճիշտ լինելուց։ Եթե ինչ-որ մեկը մի օր կարդա սա, իմացեք, որ ես փորձել եմ դիմադրել։ Բայց դժվար է դիմադրել, երբ բանտը քո սեփական գլխի մեջ է։ Նա թաքցրեց տետրակը ներքնակի տակ անջատեց լույսը։ Պառկեց լուր լացեց, ձեռքերը փորի վրա, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում։ Քաղաքի մյուս կողմում Կարինեն չէր հանձնվել։ Ամեն օր 3 շաբաթ շարունակ գնացել էր կենտրոնի տուն։ Երբեմն առավոտյան, երբեմն երեկոյան։ Զանգում էր զանգակը։ Ոչ ոք չէր պատասխանում։ Զանգում էր տան հեռախոսին։ Ոչ ոք չէր պատասխանում։ Զանգում էր Մարսելին։ Նա միշտ նույնն էր ասում։ Հեղինեն լավ է, հանգստանում է, շուտով կզանգահարի։ Բայց Հեղինեն երբեք չէր զանգահարում։ Կարինեն գործնական տրամաբանական կին էր, սովոր էր լուծել բարդ խնդիրներ աշխատանքում։ Բայց դա տարբեր էր։ Դա խնդիր չէր, որը լուծվում էր աղյուսակներով, հանդիպումներով։ Դա իր քույրն էր։ Եվ նա չէր կարողանում հասնել նրան։ Մի ուրբաթ երեկո Կարինեն իր բնակարանում էր, գինի խմելով փորձելով հանգստանալ, երբ հեռախոսը զանգեց։ Անհայտ համար էր։ Ալո։ Տիկին Կարինե՞։ Իմ անունը Սիրանուշ է։ Ես աշխատում եմ պարոն Մարսելի տանը։ Կարինեի սիրտը թռավ։ Տիկին Սիրանուշ։ Այո։ Ինձ պետք է ձեզ հետ խոսել։ Դա ձեր քրոջ մասին է։ Ինչ է պատահել։ Նա լավ է։ Լռություն տիրեց։ Կարինեն լսեց կնոջ ծանր շնչառությունը մյուս կողմից։ Չգիտեմ։ Այլս չգիտեմ։ Վախենում եմ։ Ինչի՞ց եք վախենում։ Այն ամենից, ինչ կատարվում է այդ տանը։ Կարինեն նստեց, ամբողջ մարմինը զգոն վիճակում։ Պատմեք ամեն ինչ։ Դուք պետք է հասկանաք, ես պարզապես տնային օգնական եմ։ Ինձ պետք է աշխատանքը։ Բայց ես այլս չեմ կարող լուռ մնալ։ Եվ տիկին Սիրանուշը պատմեց։ Պատմեց, թե ինչպես էր Հեղինեն վերջին ամիսներին ավելի ու ավելի մեկուսացել։ Ինչպես էր Մարսելը վերահսկում ամեն ինչ, յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր այց, յուրաքանչյուր շարժում։ Ինչպես էր Հեղինեի հեռախոսը անհետացել։ Ինչպես էին սենյակի պատուհանները միշտ փակ մնում։ Ինչպես էր հենց Լուրթեսին հրահանգվել չշատ խոսել Հեղինեի հետ, պարզապես ուտելիք տանել դուրս գալ։ Ինչպես էր Մարսելը սպառնացել ազատել նրան աշխատանքից, եթե նա ինչ-որ բան պատմեր ինչ-որ մեկին։ Բայց այսօր նա մի բան ասաց, որը ինձ վախեցրեց։ Ասաց, որ երբ երեխան ծնվի, մեկին կվարձի երեխային խնամելու համար, քանի որ Հեղինեին բուժում է պետք։ Ինչի՞։ Համար բուժում, ես հարցրի։ Նա ասաց, որ նա դառնում է անկայուն, որ հղիությունը ազդել է նրա գլխի վրա, որ նրան հոգեբուժական օգնություն է պետք։ Կարինեն զգաց, թե ինչպես է արյունը սառում։ Դա խելագարություն է։ Իմ քույրը լիովին առողջ է։ Ես գիտեմ։ Ես նրա հետ եմ ապրում։ Նա խելագար չէ։ Նա վախեցած է։ Նա բանտարկված է։
Եվ չգիտեմ, թե ինչ կանի նա երեխայի ծնվելուց հետո։ Որտեղ եք հիմա։ Ես իմ տանն եմ։ Այսօր իմ ազատ օրն էր։ Երկուշաբթի կվերադառնամ։ Բայց վախենում եմ վերադառնալուց, որ նա կբացահայտի, որ ձեզ եմ զանգահարել։ Դուք ճիշտ բան արեցիք, տիկին Սիրանուշ։ Ես իմ քրոջը այնտեղից դուրս կհանեմ։ Բայց ինձ ձեր օգնությունն է պետք։ Նրանք խոսեցին գրեթե 1 ժամ, պլան կազմելով։ Երկուշաբթի օրը, երբ Մարսելը կգնար աշխատանքի, տիկին Սիրանուշը խոհանոցի դուռը բաց կթողներ։ Կարինեն կմտնի Հեղինեին կտաներ։ Դա ռիսկային էր։ Բայց դա միակ հնարավորությունն էր։ Հանգստյան օրերը տանջանք էին Կարինեի համար։ Ոչինչ չէր կարողանում մտածել։ Չէր կարողանում ուտել, քնել, աշխատել։ Նրա միտքը Հեղինեի մոտ էր, պատկերացնելով, թե ինչ էր նա անցնում այդ պահին։ Հեղինեի համար հանգստյան օրերը նույնքան դժվար էին։ Մարսելը ամբողջ ժամանակ տանն էր, հսկելով յուրաքանչյուր շարժում։ Նա հազիվ էր կարողանում միայնակ զուգարան գնալ, առանց նրա հարցնելու, ամեն ինչ լավ է։ Կիրակի երեկոյան նա թույլ կծկումներ զգաց։ Ոչինչ լուրջ, պարզապես այն մարզական կծկումները, որոնք բժիշկը բացատրել էր։ Բայց երբ պատմեց Մարսելին, նա խուճապի մատնվեց։ Քեզ կտանեմ հիվանդանոց։ Հիմա։ Մարսել, դրանք պարզապես Բրեքսթոն Հիքսի կծկումներ են։ Նորմալ է։ Ես չեմ ռիսկի դիմի։ Արի։ Նա գրեթե տանում էր նրան մեքենա։ Հիվանդանոցում հերթապահ բժիշկը զննեց Հեղինեին, հաստատեց, որ դա պարզապես մարզում է, որ երեխան լավ է, որ նա կարող է տուն գնալ։ Բայց Մարսելը պնդեց, որ նա մնա հսկողության տակ։ Բժշկուհին, երիտասարդ ու համբերատար կին, բացատրեց, որ դրա կարիքը չկա։ Բայց Մարսելը չէր ընդունում։ Բժիշկ Հովհաննիսյանն ինձ ասաց զգույշ լինել։ Նա բարձր ճնշում ունի։ Պետք է հոսպիտալացվի։ Բժշկուհին նայեց Հեղինեին։ Ձեր ճնշումը նորմալ է հիմա։ Դուք ուզում եք հոսպիտալացվել։ Հեղինեն նայեց Մարսելին, ապա բժշկուհուն։ Առաջին անգամ շաբաթների ընթացքում նա դուրս էր այդ տնից։ Այնտեղ ուրիշ մարդիկ կային։ Հնարավորություն կար։ Ես կուզենայի խոսել բժշկուհու հետ։ Միայնակ։ Մարսելի դեմքը կարծրացավ։ Ինչու։ Ես քո ամուսինն եմ։ Չկա ոչինչ, որը դու չես կարող ասել իմ ներկայությամբ։ Բժշկուհին ինչ-որ բան նկատեց։ Պարոն, դա արձանագրություն է։ Ինձ պետք է հիվանդին միայնակ զննել։ Դուք կարող եք սպասել դրսում։ Մարսելը վարանեց։ Ապա, ժպիտ պարտադրելով, գլխով արեց դուրս եկավ։ Հենց դուռը փակվեց, Հեղինեն սկսեց լացել։ Բժշկուհին մոտեցավ, բռնելով նրա ձեռքը։ Ինչ է կատարվում։ Եվ Հեղինեն պատմեց։ Պատմեց ամեն ինչ։ Մեկուսացումը, վերահսկողությունը, վախը։ Խոսքերը հոսում էին, կարծես այնքան երկար էին ճնշվել, որ հիմա պայթում էին։ Բժշկուհին լսեց ամեն ինչ, դեմքը լուրջ։ Ապա մեղմորեն ասաց. Դուք հոգեբանական բռնության զոհ եք։ Դա լուրջ է։ Ես կարող եմ կանչել սոցիալական աշխատողին, մենք կարող ենք ոստիկանություն կանչել։ Հեղինեն խուճապ զգաց։ Ոչ։ Ես ոստիկանություն չեմ ուզում։ Նա ինձ չի հարվածել։ Նա ոչ մի անօրինական բան չի արել։ Նա պարզապես համոզել է ինձ, որ ես պետք է փակված մնամ։ Բայց տեխնիկապես ես կարող էի դուրս գալ ցանկացած պահի։ Բայց դուք դուրս չէիք գալիս։ Որովհետև նա ստեղծել է հոգեբանական բանդ։ Հեղինեն շփոթված էր, հյուծված, վախեցած։ Եթե ես բողոքեմ, նա կասի, որ ես խելագար եմ։ Որ հղիությունը ազդել է իմ մտքի վրա։ Եվ նրան կհավատան։ Նա հարուստ է, ազդեցիկ։ Ես պարզապես հղի հուսահատ կին եմ։ Բժշկուհին հառաչեց։ Ապա ինչ եք ուզում անել։ Ուզում եմ հեռանալ։ Ոչ թե նրա տուն։ Այլ տեղ։ Բայց չգիտեմ ինչպես։ Բժշկուհին 1 վայրկյան մտածեց։ Ես ձեր ամուսնուն կասեմ, որ դուք պետք է մինչ վաղը մնաք հսկողության տակ։ Դա ձեզ ժամանակ կտա մտածելու, զանգեր կատարելու համար։ Կա ինչ-որ մեկը, ով կարող է օգնել։
Հեղինեն մտածեց Կարինեի մասին. Իմ քույրը, բայց ես հեռախոս չունեմ։ Նա վերցրել է։ Բժշկուհին վերցրեց իր բջջայինը։ Օգտագործեք իմը։ Արագ, մինչ նա կասկածի։ Հեղինեն հավաքեց Կարինեի համարը, ձեռքերը դողում էին։ Մեկ անգամ զանգեց։ 2, 3։ Պատասխանիր, խնդրում եմ, պատասխանիր։ Ալո։ Կարինե, ես եմ։ Մյուս կողմից Կարինեն վայր գցեց իր բռնած բաժակը։ Հեղինե։ Աստված իմ, Հեղինե։ Ինձ օգնություն է պետք։ Ես Էրեբունի բժշկական կենտրոնում եմ։ Մարսելը դրսում է։ Ինձ պետք է դուրս գալ այստեղից չվերադառնալ այդ տուն։ Ես գնում եմ։ Արդեն դուրս եմ գալիս։ Մի շարժվիր, մի խոսիր նրա հետ, ոչինչ մի արա։ Ես քեզ դուրս կհանեմ այնտեղից։ Կարինեն անջատեց վազեց։ Վերցրեց պայուսակը, բանալիները, վազեց աստիճաններով, քանի որ վերելակը շատ կուշանար։ Մտավ մեքենան վարեց, կարծես իր կյանքը դրանից էր կախված։ Որովհետև Հեղինեի կյանքը կախված էր։ Հիվանդանոց հասավ 20 րոպեում, երբ սովորաբար 40 կտեր։ Վազեց ընդունարան, հարցրեց Հեղինեի մասին։ Ասացին, որ նա երրորդ հարկում է, մանկաբարձական բաժնում։ Բարձրացավ աստիճաններով, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ ցավում էր։ Գտավ բաժինը, փնտրեց սենյակը։ Եվ տեսավ Մարսելին։ Նա միջանցքում էր, հեռախոսով խոսում էր, մեջքով։ Կարինեն մտավ սենյակ։ Հեղինեն նստած էր անկողնում, աչքերը կարմիր էին լացից։ Երբ տեսավ քրոջը, փլվեց։ Կարինեն վազեց գրկեց նրան, զգալով, թե ինչպես է նրա մարմինը դողում։ Ամեն ինչ լավ է։ Ես այստեղ եմ։ Ես քեզ դուրս կհանեմ այստեղից։ Նրանք արագ խոսեցին, շշուկներով։ Բժշկուհին մտավ բացատրեց, որ օրինականորեն չի կարող խոչընդոտել Հեղինեին հեռանալուն, բայց ավելի լավ կլինի, եթե նա հեռանա ինչ-որ մեկի հետ, ոչ թե ամուսնու հետ։ Այդ պահին Մարսելը մտավ սենյակ։ Տեսավ Կարինեին, նրա դեմքը փակվեց։ Ինչ ես անում այստեղ։ Եկել եմ քրոջս տանելու։ Նա ոչ մի տեղ չի գնա։ Կգնա տուն ինձ հետ։ Կարինեն կանգնեց Մարսելի Հեղինեի միջ։ Չի գնա։ Նա ինձ հետ կգա։ Դու իրավունք չունես միջամտելու իմ ամուսնությանը։ Եվ դու իրավունք չունես բանտարկելու իմ քրոջը։ Նրանք կանգնած էին դեմ առ դեմ, օդը ծանր էր լարվածությունից։ Բժշկուհին միջամտեց։ Պարոններ, խնդրում եմ։ Որոշումը հիվանդինն է։ Տիկին Հեղինե, դուք ուզում եք գնալ ամուսնուդ հետ, թե՞ քրոջդ հետ։ Բոլորը նայեցին Հեղինեին։ Նա գունատ էր, դողում էր, բայց նրա աչքերում ինչ-որ նոր բան կար։ Վճռականություն։ Ես կգնամ քրոջս հետ։ Մարսելը մեկ քայլ առաջ արեց, ձայնը ցածր էր, բայց լի էր վտանգավոր ինչ-որ բանով։ Հեղինե, դու սխալ ես գործում։ Դու շփոթված ես, հղիությունը ազդում է քո դատողության վրա։ Պետք է տուն վերադառնաս, այն անվտանգ տեղը, որը ես կառուցել եմ քեզ համար։ Այդ տեղը անվտանգ չէ, Մարսել։ Դա բանտ է։ Ես քեզ պաշտպանում եմ։ Խնամում եմ քեզ։ Սիրում եմ քեզ։ Ոչ։ Դու ինձ վերահսկում ես։ Մեկուսացնում ես ինձ։ Ստիպում ես ինձ կասկածել ինձ։ Դա սեր չէ։ Դու կզղջաս։ Կհասկանաս, որ սխալվել ես։ Եվ երբ հասկանաս, գուցե շատ ուշ լինի։ Սպառնալիքը քողարկված էր, բայց պարզ։ Կարինեն սեղմեց Հեղինեի ձեռքը։ Մենք գնում ենք։ Նրանք անցան Մարսելի կողքով։ Նա չփորձեց ֆիզիկապես կանգնեցնել նրանց, բայց նրա աչքերը սարսափելի ինտենսիվությամբ հետում էին Հեղինեին։ Վերելակում, իջնելիս, Հեղինեն նորից սկսեց լացել։ Բայց դրանք թեթացման արդյունքներ էին։ Կարինեն գրկեց նրան շշնջաց. Դու շատ քաջ էիր։ Վախենում եմ, Կարինե։ Շատ եմ վախենում։ Գիտեմ։ Բայց հիմա դու այլս մենակ չես։ Երբ նրանք դուրս եկան հիվանդանոցից դեպի Երանի գիշեր, Հեղինեն խորը շունչ քաշեց։ Քաղաքի օդը, որը նախկինում համարում էր աղտոտված խեղդող, հիմա աշխարհի ամենաքաղցր բանն էր թվում։ Դա ազատության օդն էր։
Բայց նա գիտեր, որ դա ընդամենը սկիզբն էր։ Մարսելը հեշտությամբ չէր հանձնվի։ Եվ երեխա կար պաշտպանելու։ Պայքարը նոր էր սկսվում։ Այդ գիշեր, Կարինեի բնակարանում, Հեղինեն ամիսներ շարունակ առաջին անգամ քնեց առանց վախի։ Բայց արթնացավ կեսգիշերին ուժեղ ցավով։ Կծկումներ։ Իրական այս անգամ։ Կարինե, երեխան գալիս է։ Եվ մինչ նրանք նորից վազում էին հիվանդանոց, Հեղինեն զգաց վախի հույսի խառնուրդ։ Իր որդին ազատ կծնվեր։ Եվ նա ամեն ինչ կաներ, ապահովելու համար, որ նա այդպես էլ մնա։ Հիվանդանոցը լուռ էր երկուշաբթի առավոտյան։ Հեղինեին անմիջապես տարան ծննդասենյակ, կծկումներն ավելի ու ավելի հաճախակի ինտենսիվ էին։ Կարինեն ամբողջ ժամանակ բռնած էր նրա ձեռքը, շշնջալով քաջալերող խոսքեր, սրբելով քրոջ ճակատի քրտինքը, լինելով այն խարիսխը, որի կարիքը Հեղինեն ուներ։ Պետրոսը ծնվեց առավոտյան 5:37 րոպեին, կշռելով 3 կիլոգրամ 200 գրամ, ուժեղ առողջ լացելով։ Երբ երեխային դրեցին Հեղինեի գրկում, նա մեկ պահով մոռացավ այն ամենը, ինչ անցել էր։ Նայեց այդ կարմիր ու ճմրթված դեմքին, փակ աչքերին, մանրիկ ձեռքերին, զգաց այնքան անսահման սեր, որ ցավում էր կրծքավանդակը։ Նա կատարյալ է, շշնջաց նա։ Կարինեն լացում էր, հենված ծննդասենյակի պատին, ականատես լինելով այդ հրաշքին։ Իր քրոջ որդին։ Իր ընտանիքը։ Բուժքույրը հարցրեց, թե ուզում են արդյոք հորը տեղեկացնել։ Հեղինեն վարանեց։ Օրինականորեն Մարսելն իրավունք ուներ իմանալու, որ իր որդին ծնվել է։ Բայց նա վախենում էր։ Վախենում էր, թե ինչ կաներ նա, ինչ կասեր, ինչպես կփորձեր վերահսկողություն վերականգնել։ Նա պետք է իմանա, մեղմորեն ասաց Կարինեն։ Բայց պետք չէ նրա հետ մենակ լինել։ Ես ամբողջ ժամանակ կլինեմ քո կողքին։ Հեղինեն գլխով արեց։ Բուժքույրը զանգահարեց։ 20 րոպե անց Մարսելը եկավ։ Մտավ սենյակ, որտեղ Հեղինեն երեխայի հետ էր, մեկ պահով նրա դեմքը փոխվեց։ Այնտեղ անկեղծ հույս կար, արցունքներ աչքերում, ձեռքերը դողում էին, երբ մոտեցավ։ Կարող եմ բռնել նրան։ Հեղինեն նայեց Կարինեին, ապա գլխով արեց։ Զգուշությամբ երեխային փոխանցեց Մարսելին։ Նա որդուն վերցրեց գրկում նրա ներսում ինչ-որ բան կարծես կոտրվեց։ Լացեց։ Իսկապես լացեց, առանց փորձելու թաքցնել։ Իմ որդին։ Իմ Պետրոսը։ Նա մնաց այնտեղ, գրկած երեխային, շշնջալով ցածր խոսքեր, որոնք միայն նա երեխան կարող էին լսել։ Հեղինեն դիտում էր, սիրտը կոտրված։ Որովհետև այդ պահին նա տեսավ մի բան, որը գրեթե ստիպեց նրան կասկածել ամեն ինչում։ Նա տեսավ մի մարդու, որը սիրում էր։ Մի հոր, որը սիրում էր իր որդուն։ Մի թերի բարդ մարդու, ոչ թե հրեշի։ Բայց սերը չի արդարացնում վերահսկողությունը։ Եվ նա պետք է հիշեր դա։ Մի քանի րոպե անց Մարսելը երեխային վերադարձրեց Հեղինեին։ Նստեց անկողնու կողքի աթոռին, դեմքը դեռ արցունքոտ։ Հեղինե, ես գիտեմ, որ ամեն ինչ փչացրի։ Գիտեմ, որ դու բարկացած ես ինձ վրա։ Բայց նայիր նրան։ Նա մեր որդին է։ Մեր ընտանիքը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ սա այդպես ավարտվի։ Մարսել, դու ինձ փակեցիր։ Մեկուսացրիր ինձ։ Ստիպեցիր ինձ հավատալ, որ ես խելագար եմ, իմ սեփական քրոջ հետ խոսելու համար։ Նա գլուխը կախեց։ Ես վախենում էի։ Վախենում էի քեզ կորցնելուց։ Վախենում էի, որ քեզ կամ երեխային ինչ-որ բան կպատահի։ Իմ հայրը մահացավ, երբ ես երեխա էի։ Մայրս փակվեց աշխարհից։ Ես մեծացա մենակ։ Երբ քեզ հանդիպեցի, մտածեցի, որ վերջապես իսկական ընտանիք ունեմ։ Եվ դա կորցնելու վախը կլանեց ինձ։ Ինձ վերածեց մեկի, ում ես չեմ ճանաչում։ Կարինեն, ով կանգնած լսում էր սենյակի անկյունում, ձեռքերը խաչեց։ Վախը չի արդարացնում այն, ինչ դու արեցիր, Մարսել։ Դու շահարկեցիր իմ քրոջը։ Վերահսկեցիր նրա կյանքի յուրաքանչյուր ասպեկտ։ Ես գիտեմ։ Եվ իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, փորձելով շտկել դա։ Հեղինե, ես չեմ խնդրում վերադառնալ։ Ոչ հիմա։ Գիտեմ, որ քեզ տարածություն է պետք։ Բայց խնդրում եմ, թույլ տուր ինձ լինել Պետրոսի հայրը։ Թույլ տուր ինձ լինել նրա կյանքի մի մասը։
Հեղինեն նայեց երեխային իր գրկում։ Որքան էլ նրա ներսում ամեն ինչ բղավում էր Մարսելին հեռու պահելու համար, նա գիտեր, որ այդ երեխան իրավունք ուներ ճանաչելու իր հորը։ Եվ գուցե, պարզապես գուցե, Մարսելը կարող էր փոխվել։ Մարդիկ փոխվում էին։ Չէ։ Մենք կարող ենք խոսել դրա մասին։ Բայց առայժմ ինձ ժամանակ է պետք։ Պետք է ապաքինվեմ։ Պետք է նորից սովորեմ վստահել ինձ։ Մարսելը գլխով արեց, վեր կացավ, զգուշությամբ համբուրեց Հեղինեի ճակատին դուրս եկավ սենյակից։ Կարինեն մոտեցավ անկողնուն։ Կարծում ես, նա անկեղծ էր։ Հեղինեն հառաչեց։ Չգիտեմ, Միլա։ Այլս չգիտեմ, թե ինչ մտածել։ Իմ մի մասը ուզում է հավատալ, որ նա պարզապես վախեցած էր, որ սխալ է գործել, բայց լավ մտադրություններով։ Մյուս մասն ասում է ինձ, երբեք այլս չվստահել նրան։ Վստահիր ինքդ քեզ։ Այս պահին միայն դա է կարող։ Հաջորդ օրերը ուրախության ապագայի հետ կապված անհանգստության խառնուրդ էին։ Հեղինեն 3 օր մնաց հիվանդանոցում, ապաքինվելով ծննդաբերությունից։ Մարսելը ամեն օր հայտնվում էր, միշտ քաղաքավարի, միշտ հարգելով Հեղինեի սահմանած սահմանները։ Բերում էր ծաղիկներ, նվերներ երեխայի համար, մնում էր կես ժամ հեռանում։ Իսկապես փորձում էր թվում։ Բայց նրա աչքերում ինչ-որ բան կար։ Ինչ-որ բան, որը Հեղինեն չէր կարողանում վերծանել։ Դա անկեղծ զղջում էր։ Թե պարզապես նոր ռազմավարություն էր։ Երրորդ օրը, երբ Հեղինեն պատրաստվում էր դուրս գրվել գնալ Կարինեի բնակարան, անսպասելի այցելություն ստացավ։ Տիկին Արփինեն, Մարսելի մայրը, մտավ սենյակ, բռնած սպիտակ ծաղիկների փունջ նվերի փաթեթ։ Հեղինե, սիրելիս, կարող եմ ներս մտնել։ Հեղինեն զարմացավ, բայց գլխով արեց։ Տիկին Արփինեն մոտեցավ, ծաղիկները դրեց սեղանին, նայեց մահճակալին, որտեղ Պետրոսը քնած էր։ Նա գեղեցիկ է։ Ճիշտ Մարսելի պես, երբ ծնվեց։ Նստեց անկողնու կողքի աթոռին, ձեռքերը ծնկներին խաչած, ուղիղ կեցվածքով, բայց աչքերը լի էին զսպված հույզերով։ Ես իմացա, թե ինչ է պատահել։ Որդիս պատմեց ինձ։ Ոչ ամեն ինչ համոզված եմ, բայց բավական էր, որ ես հասկանամ, որ շատ սխալ բան է տեղի ունեցել այդ տանը։ Հեղինեն չգիտեր, թե ինչ ասել։ Տիկին Արփինեն շարունակեց. Ես ծախողեցի որպես մայր, Հեղինե։ Ամուսնուս մահից հետո ես փակվեցի։ Մարսելին դաստիարակեցի խստությամբ, հեռավորությամբ։ Կարծեցի, որ ուժեղ եմ, բայց պարզապես սառն էի։ Նա մեծացավ, չիմանալով, թե ինչպես առողջ ձով արտահայտել զգացմունքները։ Մեծացավ, կարծելով, որ սերը տիրապետություն է, որ խնամելը վերահսկելն է։ Եվ ես թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Տիկնոջ դեմքից անձայն արցունքներ էին հոսում։ Հեղինեն կարեկցանքի ցավ զգաց։ Տիկին Արփինե, ես ձեզ չեմ մեղադրում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Բայց ես ինձ եմ մեղադրում։ Եվ եկել եմ այստեղ ասելու, որ ես ձեր կողքին եմ։ Ոչ թե իմ որդու կողքին։ Ձեր կողքին։ Դուք եք զոհը այստեղ։ Եվ եթե ինչ-որ բան լինի, ցանկացած բան, որ ես կարող եմ անել օգնելու համար, ես կլինեմ ներկա։ Որպես Պետրոսի տատիկ։ Որպես ձեր ընկերուհի։ Որպես այն մայրը, որը ես չկարողացա լինել Մարսելի համար։ Հեղինեն զարմացավ։ Շնորհակալություն, տիկին Արփինե։ Դա շատ բան է նշանակում ինձ համար։ Ավագ կինը արցունքները սրբեց թաշկինակով։ Կարող եմ վերցնել իմ թոռնիկին։ Հեղինեն ժպտաց։ Իհարկե։ Տիկին Արփինեն վեր կացավ, մոտեցավ մահճակալին, զգուշությամբ վերցրեց Պետրոսին։ Նայեց երեխային այնպիսի քնքշությամբ, որը Հեղինեն երբեք չէր տեսել։ Եվ շշնջաց, այնքան ցածր, որ գրեթե չէր լսվում. Ես քեզ չեմ ծախողի։ Խոստանում եմ։ Երբ դուրս եկավ հիվանդանոցից, Հեղինեն գնաց Կարինեի բնակարան, Արաբ գիրում։ Դա ժամանակակից, հարմարավետ տեղ էր, լի բնական լույսով։ Կարինեն պատրաստել էր սենյակներից մեկը Հեղինեի Պետրոսի համար, մահճակալով, տակտիրներով, մանկական հագուստով, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր երեխային։ Առաջին օրերին Հեղինեն հազիվ էր քնում։ Ոչ միայն այն պատճառով, որ Պետրոսը 3 ժամը մեկ արթնանում էր կերակրվելու համար, այլ այն պատճառով, որ վախը նրան զգոն էր պահում։ Վախենում էր, որ Մարսելը կհայտնվեր։
Վախենում էր, որ կփորձեր նրան հետ տանել։ Վախենում էր, որ ամեն ինչ նորից կսկսվեր։ Բայց Մարսելը առանց նախազգուշացման չէր հայտնվում։ Նախապես զանգում էր։ Հարցնում էր, թե կարող է արդյոք այցելել։ Հարգում էր, երբ Հեղինեն ասում էր, որ լավ օր չէ։ Երբ այցելում էր, քիչ ժամանակ էր մնում, զգուշությամբ բռնում էր որդուն, քաղաքավարի զրուցում էր Կարինեի հետ հեռանում։ Տարբեր մարդ էր թվում։ Հեղինեն սկսեց հոգեբանական թերապիա անել։ Կարինեն պնդեց, նա համաձայնեց։ Շաբաթը 2 անգամ գնում էր հոգեբան բժշկուհի Մարիամի գրասենյակ, 40 տարեկան մի կին, գանգուր մազերով ջերմ ժպիտով։ Թերապիայի ընթացքում Հեղինեն աստիճանաբար բացահայտում էր այն, ինչ տեղի էր ունեցել։ Հասկանում էր շահարկման մեխանիզմները։ Սովորում էր ճանաչել, երբ իր վախը ռացիոնալ էր, երբ դա տրավմայի մնացորդ էր։ Եվ երեխան մեծանում էր։ Պետրոսը հանգիստ երեխա էր, լավ էր քնում, լավ էր ուտում, շատ էր ժպտում։ Հեղինեն նրան ավելի ու ավելի էր սիրահարվում ամեն օր։ Մայր լինելը դժվար էր, հյուծիչ, բայց նա ամենաշնորհակալ բանն էր, որ երբե արել էր։ Ծննդաբերությունից 1 ամիս անց Մարսելը խնդրեց լուրջ զրույց ունենալ։ Ոչ թե նորից միասին լինելու մասին, այլ Պետրոսի խնամակալության մասին։ Հեղինեն համաձայնեց, բայց խնդրեց, որ դա լինի փաստաբանի գրասենյակում, չեզոք տարածքում։ Կարինեն նույնպես գնաց։ Նրանք նստեցին էլեգանտ հանդիպումների սենյակում, բոլոր 4-ը Հեղինեն, Մարսելը, Կարինեն, Հեղինեի փաստաբան բժիշկ Խաչատրյանը, 50 տարեկան լուրջ մարդ, որը մասնագիտացած էր ընտանեկան իրավունքի մեջ։ Մարսելը սկսեց. Ես ուզում եմ ներկա լինել իմ որդու կյանքում։ Ես չեմ ուզում պայքարել խնամակալության համար։ Գիտեմ, որ դու մայրն ես, գիտեմ, որ նա պետք է հիմա քեզ հետ լինի։ Բայց ես ուզում եմ նրան կանոնավոր այցելել։ Ուզում եմ լինել կարոր ամսաթվերին։ Ուզում եմ ֆինանսապես օգնել։ Ուզում եմ հայր լինել։ Հեղինեն խորը շունչ քաշեց։ Ես քեզ չեմ խոչընդոտի Պետրոսին տեսնելու, Մարսել։ Բայց ինձ երաշխիքներ են պետք։ Պետք է իմանամ, որ դու չես փորձի ինձ վերահսկել նրա միջոցով։ Որ դու չես օգտագործի մեր որդուն որպես շահարկման գործիք։ Երբեք դա չէի անի։ Դու ասացիր, որ երբեք ինձ չես վնասի։ Եվ վնասեցիր։ Մարսելը գլուխը կախեց։ Ճիշտ է։ Ինչ է պետք անել, որպեսզի ապացուցեմ, որ փոխվել եմ։ Թերապիա։ Ուզում եմ, որ դու թերապիա անես։ Որ աշխատես քո խնդիրների վրա։ Որ սովորես առողջ ձով կառավարել քո հույզերը։ Նա վարանեց, բայց գլխով արեց։ Լավ։ Ես կանեմ։ Եվ ես ուզում եմ, որ ամեն ինչ գրանցվի։ Այցելությունների ժամերը, ալիմենտները, ամեն ինչ օրինականորեն փաստաթղթավորված։ Ես այլս չեմ ուզում ապրել իմպրովիզացիաներով, որտեղ դու ես որոշում կանոնները։ Հեղինեի փաստաբանը սկսեց կազմել պայմանները։ Մարսելը համաձայնեց ամեն ինչի հետ։ Նա կվճարեր առատաձեռն ալիմենտ։ Պետրոսին կայցելեր շաբաթը 2 անգամ, միշտ Հեղինեի կամ Կարինեի ներկայությամբ, մինչ Հեղինեն իրեն բավականաչափ հարմարավետ կզգար նրան մենակ թողնելու երեխայի հետ։ Կմասնակցեր բժշկական խորհրդատվություններին, եթե Հեղինեն թույլ տար։ Եվ կաներ թերապիա, ամսական հաստատումով։ Երբ դուրս եկան գրասենյակից, Հեղինեն զգաց, որ կարևոր քայլ է արել։ Նա վերականգնում էր իր կյանքի վերահսկողությունը։ Բայց այդ գիշեր, երբ նա մենակ էր սենյակում, Պետրոսը քնած էր մահճակալում, նրա հեռախոսը զանգեց։ Անհայտ համար էր։ Նա պատասխանեց. Ալո։ Հեղինե։ Ես եմ, Սիրանուշը։ Տիկին Սիրանուշ։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ, սիրելիս։ Բայց զանգահարեցի մի բան զգուշացնելու։ Պարոն Մարսելը ինձ ազատեց աշխատանքից։ Ասաց, որ այլս իմ կարիքը չկա։ Եվ երբ ես դուրս էի գալիս տնից, տեսա, որ նա մեկ ուրիշին է վարձում։ Ավելի երիտասարդ կնոջ։ Եվ լսեցի, թե ինչպես էր նա խոսում նրա հետ։ Ասում էր, որ իրեն վստահելի մեկն է պետք։ Մեկը, ով կօգներ իրեն խնդիր լուծել։ Հեղինեն ցրտություն զգաց ողնաշարում։ Ինչ տեսակի խնդիր։ Հստակ չասաց։ Բայց խոսելու ձը, Հեղինե։ Ինձ վախեցրեց։ Պարզապես ուզում էի զգուշացնել, որ զգույշ լինես։ Շնորհակալություն զգուշացնելու համար, տիկին Սիրանուշ։
Եվ ներողություն, եթե դուք աշխատանքը կորցրեցիք իմ պատճառով։ Մի ներողություն խնդրեք, սիրելիս։ Ես ճիշտ բան արեցի։ Պարզապես զգույշ եղեք։ Երբ անջատեց, Հեղինեն անհանգիստ էր։ Արդյոք նա պարանոիկ էր։ Արդյոք Մարսելն իսկապես փոխվել էր, թե՞ պարզապես սպասում էր ճիշտ պահին գործելու համար։ Հաջորդ օրերին նա ավելի ուշադիր դարձավ։ Նկատեց տարօրինակ բաներ։ Մի մեքենա կանգնած Կարինեի շենքի դիմաց, որը սովորաբար այնտեղ չէր լինում։ Մի զանգ, որն անջատվում էր, երբ նա պատասխանում էր։ Մի զգացում, որ նրան դիտում են, երբ նա դուրս էր գալիս Պետրոսի հետ մանկասայլակով։ Պատմեց Կարինեին, ով անհանգստացավ։ Նրանք որոշեցին տեսախցիկներ տեղադրել բնակարանի մուտքի մոտ և սկսեցին փաստաթղթավորել ամեն ինչ, յուրաքանչյուր տարօրինակ փոխազդեցություն, յուրաքանչյուր կասկածելի զուգադիպություն։ 2 շաբաթ անց դա տեղի ունեցավ։ Հեղինեն մենակ էր բնակարանում Պետրոսի հետ։ Կարինեն գնացել էր աշխատանքի։ Դռան զանգը հնչեց։ Հեղինեն նայեց դռան աչքով, տեսավ մի կնոջ, ում չէր ճանաչում, երիտասարդ, լավ հագնված, ձեռքին պահած տետրակ։ Բացեց դուռը, անվտանգության շղթան դեռ դրված էր։ Այո։ Բարի լույս, տիկին Հեղինե Մենդես։ Ես սոցիալական ծառայությունից եմ։ Անանուն բողոք ենք ստացել այս հասցեում երեխայի հնարավոր անտեսման մասին։ Ինձ պետք է ստուգում անել։ Հեղինեի սիրտը թռավ։ Անտեսում։ Դա անհեթեթություն է։ Իմ որդին կատարյալ խնամված է։ Հասկանում եմ, տիկին։ Բայց պետք է ստուգեմ։ Դա ստանդարտ ընթացակարգ է։ Հեղինեն վարանեց, բայց գիտեր, որ չի կարող մերժել։ Հանեց շղթան, թույլ տվեց կնոջը ներս մտնել։ Նա սկսեց շուրջը նայել, հարցեր տալով, բաներ գրելով։ Գնաց Պետրոսի սենյակ, տեսավ մաքուր մահճակալը, կազմակերպված հագուստները, երեխային հանգիստ քնած։ Ամեն ինչ կարծես կարգին է, ասաց կինը։ Բայց մինույն է, ես պետք է զեկույց կազմեմ։ Դուք մենակ եք ապրում։ Ապրում եմ քրոջս հետ։ Իսկ երեխայի հայրը։ Մենք միասին չենք ապրում։ Հասկանում եմ։ Որքան ժամանակ է։ Երեխայի ծնվելուց ի վեր։ Կինը ամեն ինչ գրում էր։ Հեղինեն սկսեց զգալ, որ ինչ-որ բան սխալ է։ Խնդրեց տեսնել կնոջ անձնական քարտը։ Նա ցույց տվեց մի քարտ, որը պաշտոնական էր թվում, բայց Հեղինեն լուսանկարեց այն բջջայինով։ Հենց կինը դուրս եկավ, Հեղինեն զանգահարեց Կարինեին, պատմելով, թե ինչ էր պատահել։ Կարինեն կասկածեց, զանգահարեց սոցիալական ծառայություն։ Ոչ մի բողոքի գրանցում չկար։ Ոչ մի պլանավորված այցելություն։ Այդ կինը այնտեղ չէր աշխատում։ Մարսելը։ Մարսելն էր, ասաց Հեղինեն, ձայնը դողում էր։ Գնանք ոստիկանություն։ Հիմա։ Ոստիկանության բաժնում նրանք արձանագրություն կազմեցին։ Հանձնեցին կնոջ լուսանկարը։ Դատավորն ասաց, որ կհետաքննեն, բայց առանց կոնկրետ ապացույցների, որ Մարսելը կանգնած է դրա հետում, դժվար էր ինչ-որ բան անել։ Հեղինեն հուսահատություն զգաց։ Նա փորձում է գործ կառուցել իմ դեմ։ Փորձում է ինձ անտեսող մայր ներկայացնել, իմ որդուն վերցնելու համար։ Կարինեն գրկեց քրոջը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Բայց մեզ օգնություն է պետք։ Հենց այդ ժամանակ Կարինեն մտածեց տիկին Արփինեի մասին։ Զանգահարեց նրան, պատմեց ամեն ինչ։ Ավագ կինը մեկ պահ լռեց, ապա հաստատուն ձայնով ասաց. Ես գալիս եմ։ Եվ մենք վերջ կտանք դրան մեկընդմիշտ։ Տիկին Արփինեն Կարինեի բնակարան հասավ 1 ժամ անց։ Նստեց 2 քույրերի հետ, ուշադիր լսեց ամեն ինչ։ Ապա վերցրեց իր հեռախոսը, զանգահարեց Մարսելին։ Միացրեց բարձրախոսը։ Մարսել, քո մայրն է։ Մայր, լավ ժամանակ չէ։ Մարսել Արեգ Մենդես, դու ինձ կլսես։ Ես գիտեմ, թե ինչ ես անում։ Գիտեմ, որ մեկին ուղարկել ես սոցիալական աշխատողի տեղ դնելով, Հեղինեին վախեցնելու համար։ Գիտեմ, որ փորձում ես գործ կառուցել նրա դեմ։ Եվ դա հիմա կդադարի։ Գծի մյուս ծայրից լռություն։ Մայր, չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Մի ստիր ինձ։ Ես եմ քեզ մեծացրել։
Ես գիտեմ, երբ դու ստում ես։ Եվ քեզ երկու տարբերակ կտամ։ Առաջինը, դու անմիջապես դադարեցնում ես դա, հարգում ես Հեղինեի հետ կնքած համաձայնագիրը, անում ես քո թերապիան, սովորում ես լինել պարկեշտ հայր։ Երկրորդը, ես հրապարակային կդառնամ։ Ես բոլորին կպատմեմ, մամուլին, քո գործընկերներին, քո հաճախորդներին, թե ինչ ես արել քո կնոջ հետ։ Ես կբացահայտեմ յուրաքանչյուր մանրամասն։ Դու դա չէիր անի։ Կանեմ։ Առանց վարանելու։ Որովհետև թույլ չեմ տա, որ դու էլ ավելի շատ կյանքեր ոչնչացնես։ Արդեն ոչնչացրել ես քո կյանքը։ Արդեն ոչնչացրել ես Հեղինեի կյանքը։ Չես ոչնչացնի Պետրոսի կյանքը։ Եթե դու դա անես, կոչնչացնես ընկերությունը։ Կոչնչացնես իմ անունը։ Ապա կարծում եմ, որ ավելի լավ է ընտրես առաջին տարբերակը։ Մեկ այլ երկար լռություն։ Ապա Մարսելն ասաց, ձայնը ցածր վտանգավոր. Դու նրա կողմն ընտրեցիր։ Քո սեփական որդու դեմ։ Ես ընտրեցի ճիշտի կողմը։ Եվ եթե մի օր դու բավականաչափ խելամտություն ունենաս, կհասկանաս դա։ Նա անջատեց։ Հեղինեն Կարինեն շոկի մեջ էին։ Տիկին Արփինե, դուք պետք չէր դա անեիք, ասաց Հեղինեն։ Ավագ կինը նայեց նրան հաստատուն աչքերով։ Պետք էր։ Եվ ավելին կանեմ։ Ես կդառնամ վկա, եթե խնամակալության որե դատական գործ լինի։ Ես հստակ կպատմեմ, թե ինչ եմ ականատես եղել։ Մեկուսացումը, վերահսկողությունը, ամեն ինչ։ Մարսելը քեզնից չի վերցնի այդ երեխային։ Ոչ քանի դեռ ես կենդանի եմ։ Այդ գիշեր 3 կանայք նստեցին միասին Կարինեի հյուրասենյակում։ Պետրոսը Հեղինեի գրկում էր, հանգիստ քնած։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ անց Հեղինեն զգաց, որ մենակ չէ։ Նա ուներ իր քույրը։ Նա ուներ իր որդու տատիկը։ Նա ուներ աջակցության ցանց։ Եվ նա ուներ իրեն ավելի ուժեղ, քան պատկերացնում էր։ Մարսելը դեռ սպառնալիք էր։ Բայց նա այլս չէր վախենում նրանից։ Որովհետև նա սովորել էր մի հիմնարար բան։ Ազատությունը ներսում է, ոչ թե դրսում։ Եվ ոչ ոք չէր կարող նրանից դա նորից վերցնել։ Եթե դուք ապրեիք այս պատմության մեջ, կհավատայիք, որ Մարսելն իսկապես փոխվել է, թե կմտածեիք, որ դա պարզապես շահարկման նորձ է։ Մեկնաբանեք տեսանյութում, պատմեք ձեր կարծիքը։ Հաջորդող ամիսները վերակառուցման ամիսներ էին։ Հեղինեն աստիճանաբար սովորում էր նորից վստահել ինքն իրեն։ Թերապիան օգնում էր նրան հասկանալ, որ տեղի ունեցածից ոչինչ իր մեղքը չէր։ Որ հոգեբանական շահարկումը նուրբ է հենց այն պատճառով, որ զոհին ստիպում է կասկածել իր սեփական ընկալմանը։ Որ նա ուժեղ էր, ոչ թե թույլ, քանի որ գոյատել էր։ Պետրոսը մեծանում էր առողջ երջանիկ։ 4 ամսականում արդեն ժպտում էր բոլորին, ուրախ երեխա էր, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Հեղինեն բացահայտում էր մայրությունը, իր բոլոր ուրախություններով, մարտահրավերներով։ Կարինեն նվիրված մորաքույր էր, միշտ ներկա, օգնելով ամեն ինչում, ինչ կարող էր։ Եվ տիկին Արփինեն դարձավ մշտական ներկայություն, այցելելով շաբաթը առնվազն 3 անգամ, բերելով տնական ուտելիք, օգնելով երեխայի հետ, պատմելով ընտանեկան պատմություններ։ Մարսելը մի քանի ամիս կատարեց համաձայնագիրը։ Այցելում էր Պետրոսին պայմանավորված օրերին, միշտ ուղեկցությամբ։ Իսկապես հիացած էր թվում որդով։ Բերում էր նվերներ, խաղում էր նրա հետ, լուսանկարներ էր անում։ Բայց Հեղինեն նկատում էր, որ նրա մեջ ինչ-որ բան իրականում չէր փոխվում։ Նա շարունակում էր փորձել վերահսկել փոքր բաները։ Առաջարկում էր, որ այս կամ այն հագուստը ավելի լավ կլիներ երեխայի վրա։ Հարցեր էր տալիս Հեղինեի ընտրությունների մասին, սնուցում, քուն, խնամք։ Միշտ նուրբ ձով, միշտ մտահոգության քողի տակ։ Բայց դա վերահսկողություն էր։ Հեղինեի հոգեբանը օգնում էր նրան հաստատել ամուր սահմաններ։ Եվ Հեղինեն սովորեց ասել ոչ։ Չարդարացնել իրեն։ Պարզապես հաստատել իր որոշումները որպես մայր, առանց Մարսելի հավանության կարիքի։ Դա նրան զայրացնում էր։ Աստիճանաբար այցելությունները սկսեցին լարված դառնալ։ Մարսելը ավելի լուրջ էր գալիս, ավելի քիչ էր մնում, ավելի շատ էր քննադատում։ Մինչ մի օր, Պետրոսի ծնվելուց 6 ամիս անց, նա չհայտնվեց պայմանավորված ժամին։ Չզանգահարեց, զգուշացնելու համար։ Պարզապես չեկավ։ Հեղինեն անհանգստացավ։
Զանգահարեց նրան։ Չպատասխանեց։ Նորից զանգեց։ Ոչինչ։ Փորձեց տան հեռախոսը։ Մի կին ձայն պատասխանեց, երիտասարդ, ասելով, որ պարոն Մարսելը տեղում չէ։ Հեղինեն ճանաչեց ձայնը։ Դա այն կինն էր, որը ամիսներ առաջ իրեն սոցիալական աշխատող էր ներկայացրել։ Նրա սիրտը սառեց։ Անջատեց անմիջապես զանգահարեց Կարինեին, ով աշխատանքի էր։ Միլա, կարծում եմ Մարսելը ինչ-որ բան է պլանավորում։ Կարինեն վազելով դուրս եկավ գրասենյակից գնաց տուն։ Նրանք խոսեցին, փորձելով հասկանալ, թե ինչ կարող էր տեղի ունենալ։ Որոշեցին զանգահարել տիկին Արփինեին։ Ավագ կինը պատասխանեց առաջին իսկ զանգին։ Հեղինե, լավ է, որ զանգեցիր։ Ինձ պետք է ձեզ հետ խոսել։ Կարող եմ գալ։ Երբ տիկին Արփինեն եկավ, նա մեծ ծրար էր բերել։ Նստեց բազմոցին խորը շունչ քաշեց, նախքան խոսելը։ Երեկ ներխուժեցի Մարսելի տուն։ Այո, ներխուժեցի։ Ես դեռ բանալի ունեմ, նա չի փոխել կողպեքները։ Մտա, երբ գիտեի, որ նա տեղում չէ, փնտրեցի։ Գիտեի, որ նա ինչ-որ բան է ծրագրում։ Եվ գտա սա։ Բացեց ծրարը, դուրս հանեց մի քանի փաստաթուղթ։ Դրանք զեկույցներ էին, լուսանկարներ, նշումներ։ Ամեն ինչ Հեղինեի մասին։ Կային լուսանկարներ, թե ինչպես էր նա դուրս գալիս Պետրոսի հետ մանկասայլակով, մտնում դուրս գալիս շենքից, գնում շուկա, դեղատուն։ Կային մանրամասն նշումներ նրա առօրյայի մասին։ Կային նույնիսկ զրույցների արտագրություններ, որոնք կարող էին արվել միայն այն դեպքում, եթե նրա հեռախոսը կամ բնակարանը գաղտնալսված լիներ։ Եվ էլի կա։ Ես պայմանագիր գտա մասնավոր խուզարկուի հետ։ Եվ Պետրոսի ամբողջական խնամակալությունը խնդրող դատական միջնորդության սագիր։ Փաստարկները անհեթեթ են։ Ասում են, որ դուք հուզականորեն անկայուն եք, որ երեխային հեռացնում եք հորից, որ չունեք նրան միայնակ դաստիարակելու պայմաններ։ Հեղինեի ոտքերը թուլացան։ Նստեց, նախքան կընկներ։ Նա կեղծ ապացույցներ էր հավաքում։ Կեղծ պատմություն էր կառուցում, իր որդուն վերցնելու համար։ Կարինեն զայրացած էր։ Դա հանցագործություն է։ Նա չի կարող դա անել։ Տիկին Արփինեն գլխով արեց։ Եվ հենց դրա համար էլ բերեցի ամեն ինչ ձեզ համար։ Դրանք ապացույցներ են։ Ապացույցներ, որ նա հետապնդում է, լրտեսում, ոտնձգություն է անում։ Դուք կարող եք դա օգտագործել նրա դեմ։ Հեղինեն նայեց փաստաթղթերին, լուսանկարներին, նշումներին։ Սրտխառնոց զգաց։ Բայց միաժամանակ ավելի ուժեղ բան զգաց։ Վճռականություն։ Վերջ տանք դրան։ Մեկ ընդմիշտ։ Հաջորդ օրը, փաստաբան բժիշկ Խաչատրյանի հետ, նրանք Մարսելի դեմ սահմանափակող հայց ներկայացրեցին։ Ներկայացրին բոլոր ապացույցները։ Անօրինական գաղտնալսումները, խուզարկուն, հետապնդումը, կեղծ գործ կառուցելու փորձը։ Դատավորը վերլուծեց նյութը, ժամանակավոր սահմանափակող հրաման տվեց։ Մարսելը չէր կարող մոտենալ Հեղինեին կամ Պետրոսին առանց դատական կարգադրության։ Եվ քննություն սկսեց հետաքննելու անօրինական գործունեությունը։ Մարսելը զայրացած էր։ Տասնյակ անգամներ փորձեց զանգահարել Հեղինեին։ Նա չէր պատասխանում։ Փորձեց գնալ բնակարան։ Դռնապանը, դատական կարգադրությամբ հրահանգված, թույլ չտվեց նրան բարձրանալ։ Նա սպառնալից հաղորդագրություններ ուղարկեց, ասելով, որ կապացուցի, որ Հեղինեն անպատշաճ մայր է, որ կվերցնի Պետրոսին նրանից, որ նա կզղջա։ Բայց Հեղինեն չպատասխանեց։ Յուրաքանչյուր հաղորդագրություն փաստաթղթավորվում էր, հանձնվում փաստաբանին, որպես նրա դեմ լրացուցիչ ապացույց։ Դատական նիստը նշանակվեց 1 ամիս անց։ Այդ ընթացքում անսպասելի բան տեղի ունեցավ։ Պատմությունը սկսեց արտահոսել։ Ինչ-որ մեկը, հավանաբար դատարանի որ է աշխատակից, պատմեց լրագրողին։ Եվ հանկարծ պատմությունը թերթերում էր։ Ոչ լրիվ անուններով, բայց բոլորը, ովքեր ճանաչում էին Մարսել Արեգ Մենդեսին, գիտեին, որ դա նրա մասին էր։ Գործարարը կնոջը հոգեբանական մեկուսացման մեջ էր պահում հղիության ընթացքում։ Շինարարական մագնատը մեղադրվում է հարկադիր վերահսկողության հետապնդման մեջ։ Վերնագրերը բազմապատկվում էին։ Մամուլը պարզեց, որ տիկին Արփինեն մայրն էր վկայում էր որդու դեմ։ Դա էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց։
Պատմությունը դրամատիկ էր, հուզիչ, ցնցող։ Հեղինեն չէր ուզում հրապարակայնություն։ Բայց Կարինեն հնարավորություն տեսավ։ Եթե պատմությունը այսպես էլ պատմվում է, ապա համոզվենք, որ այն ճիշտ է պատմվում։ Մենք գտանք մեր տարբերակը։ Նրանք համաձայնեցին հարցազրույց տալ լուրջ, հարգված հեռուստահաղորդման համար։ Հեղինեն, Կարինեն, տիկին Արփինեն նստեցին միասին պատմեցին ամեն ինչ։ Առանց մանրամասներ բաց թողնելու։ Աստիճանական մեկուսացումը։ Հոգեբանական շահարկումը։ Հոգատարության քողի տակ վերահսկողությունը։ Անջատումից հետո հետապնդումը։ Արձագանքը զանգվածային էր։ Երկրի բոլոր անկյուններից կանայք սկսեցին կիսվել իրենց սեփական պատմություններով։ Պատմություններ վերահսկող ամուսինների մասին, հարաբերությունների մասին, որոնք սկսվում էին որպես հեքիաթ, ավարտվում մղձավանջով, հոգեբանական բռնության մասին, որը տեսանելի հետքեր չէր թողնում, բայց ներսից ոչնչացնում էր։ Հեղինեն դարձավ խորհրդանիշ։ Չէր ուզում լինել, բայց դարձավ։ Եվ որոշեց դա օգտագործել ավելի մեծ բանի համար։ Կարինեի տիկին Արփինեի աջակցությամբ նա հիմնեց հոգեբանական բռնության հարկադիր վերահսկողության զոհ դարձած կանանց օգնության միություն։ Մի վայր, որտեղ նրանք կարող էին աջակցություն, իրավական խորհրդատվություն, թերապիա, անհրաժեշտության դեպքում ապաստան փնտրել։ Միությունը կոչվեց Շունչ, քանի որ հենց դա էր առաջարկում տարածություն շնչելու, նորից ինքն իրեն միանալու, նորից սկսելու ուժ գտնելու համար։ Տիկին Արփինեն գումար նվիրաբերեց գործին։ Կարինեն օգնեց կազմակերպման կառավարման հարցում։ Եվ Հեղինեն դարձավ ձայնը։ Կինը, որը տրավման վերածեց նպատակի։ Դատական նիստի օրը դատարանը լիքն էր։ Լրագրողներ, հետաքրքրասերներ, Հեղինեի աջակիցներ։ Մարսելը եկավ իր փաստաբանների հետ, դեմքը փակ, խուսափելով հայացքներից։ Նստեց հակառակ կողմում, չնայելով Հեղինեին։ Դատավորը նախ լսեց Հեղինեի փաստաբաններին։ Նրանք ներկայացրին բոլոր ապացույցները։ Անօրինական գաղտնալսումները։ Լուսանկարները։ Խուզարկուի զեկույցները։ Սպառնալից հաղորդագրությունները։ Տիկին Սիրանուշի, բուժքույր Սոնայի, հիվանդանոցի բժշկուհու վկայությունները, ովքեր խնամել էին Հեղինեին։ Ապա Մարսելի հերթն էր պաշտպանվելու։ Նրա փաստաբանները պնդեցին, որ նա պարզապես անհանգստացած էր որդու բարեկեցությամբ, որ նա իրավունք ուներ հետելու երեխայի զարգացմանը, որ նրա գործողությունները սխալ էին մեկնաբանվել։ Բայց երբ տիկին Արփինեն բարձրացավ վկաների նստարան, ամեն ինչ փոխվեց։ Նա խոսեց պարզորոշ, զսպված հույզերով, բայց անսասան հաստատակամությամբ։ Պատմեց, թե ինչպես էր դաստիարակել մի որդու, որը չէր կարողանում առողջ ձով սիրել։ Ինչպես էր տեսել, թե ինչպես էր նա սերը վերածում տիրապետության։ Ինչպես էր փորձել զգուշացնել նրան, բայց հեռացվել էր։ Ինչպես երբ վերջապես հասկացավ իրավիճակի լրջությունը, ընտրեց կանգնել հարսի կողքին, քանի որ դա ճիշտ էր անել։ Իմ որդին օգնության կարիք ունի։ Բուժման կարիք ունի։ Նա լավ չէ։ Եվ քանի դեռ նա դա չի ճանաչում, չի փնտրում իսկական փոփոխություն, չպետք է երեխայի խնամակալություն ունենա։ Որովհետև այն, ինչ նա սեր է կոչում, իրականում վերահսկողություն է։ Եվ դա Պետրոսի հետ կանի այն, ինչ արեց Հեղինեի հետ։ Դա կոչնչացնի նրա առողջ հարաբերություններ ունենալու կարողությունը։ Մարսելը լսում էր, ծնոտը լարված, ձեռքերը բռունցքված։ Երբ նրա հերթն էր խոսելու, նա վեր կացավ, զարմացրեց բոլորին։ Ես սիրում եմ իմ որդուն։ Սիրում եմ Հեղինեին։ Բայց դուք ճիշտ եք։ Ես հիվանդ եմ։ Ոչ թե ֆիզիկապես։ Մտավորապես։ Հուզականորեն։ Մեծացել եմ հավատալով, որ սերը վերահսկողություն է։ Որ խնամելը ինչ-որ մեկի փոխարեն որոշելն է։ Որ պաշտպանելը մեկուսացնելն է։ Եվ երբ զգացի, որ կորցնում եմ Հեղինեին, հուսահատության մեջ ընկա։ Սարսափելի բաներ արեցի։ Փորձեցի արդարացնել, ասելով, որ դա պաշտպանելու համար էր։ Բայց դա վերահսկելու համար էր։ Նա առաջին անգամ նայեց Հեղինեին։ Նրա աչքերում արցունքներ կային։ Ես քեզ վնասեցի։ Քեզ բանտարկեցի։ Եվ դրա համար ներողություն չկա։ Դու արժանի ես ազատ լինելու։ Մեր որդին արժանի է առողջ միջավայրում մեծանալու։ Եվ ինձ պետք է բուժվել, նախքան ես կկարողանամ լինել այն հայրը, որին նա արժանի է։
Դատավորը ուշադիր լսեց ամեն ինչ։ Ապա կայացրեց իր վճիռը։ Սահմանափակող հրամանը պահպանվեց։ Մարսելը կարող էր տեսնել Պետրոսին միայն հսկողության ներքո միայն մասնագետ հոգեբույժի մոտ 6 ամսվա ինտենսիվ թերապիա անցնելուց հետո։ Նա պետք է տուգանք վճարեր անօրինական գաղտնալսումների համար։ Եվ քրեական գործի հնարավորություն կար, եթե Հեղինեն որոշեր դատի տալ։ Երբ դուրս եկան դատարանից, Հեղինեն այնպիսի թեթություն զգաց, որը 1 տարուց ավելի չէր զգացել։ Նա ազատ էր։ Իսկապես ազատ։ Կարինեն ամուր գրկեց նրան։ Հպարտ եմ քեզնով, քույրս։ Տիկին Արփինեն նույնպես գրկեց երկուսին։ Դուք իմ ընտանիքն եք հիմա։ Այդ գիշեր բնակարանում 3 կանայք փոքրիկ Պետրոսը միասին ճաշեցին։ Կենաց խմեցին։ Նոր սկիզբների համար։ Ազատության համար։ Իսկական սիրո համար, այն սիրո, որն ազատում է, այլ ոչ թե կապում։ Ամիսները վերածվեցին տարիների։ Պետրոսը մեծացավ սիրով, ծիծաղով, աջակցությամբ լի միջավայրում։ Կարինեն դարձավ սիրելի մորաքույրը, նա, ով տանում էր զվարճալի զբոսանքների սովորեցնում խենթ բաներ։ Տիկին Արփինեն ներկա տատիկն էր, ով պատմություններ էր պատմում, կարկանդակներ էր թխում, մանկական հագուստ էր կարում։ Մարսելը կատարեց 6 ամսվա թերապիան։ Ապա խնդրեց թույլտվություն տեսնելու որդուն։ Նրա թերապտը նամակ գրեց, ասելով, որ նա զգալի առաջընթաց է գրանցել, որ աշխատում է իր խնդիրների վրա, որ ճանաչում է իր կործանարար օրինաչափությունները։ Հեղինեն վարանեց։ Խոսեց իր հոգեբանի հետ։ Խոսեց Կարինեի տիկին Արփինեի հետ։ Եվ որոշեց թույլ տալ։ Բայց հստակ սահմաններով։ Կարճ, հսկվող այցելություններ, միայն նրա կամ Կարինեի ներկայությամբ։ Առաջին այցելությունը լարված էր։ Մարսելը նյարդային էր եկել, ձեռքերը դողում էին, երբ վերցրեց Պետրոսին, ով հիմա 1.5 տարեկան էր։ Տղան նայեց նրան հետաքրքրությամբ, չճանաչելով։ Մարսելը ցավի սուր զգացում ունեցավ։ Այնքան ժամանակ էր կորցրել։ Ողջույն, Պետրոս։ Ես քո հայրն եմ։ Տղան լուրջ նայեց նրան, ապա փոքրիկ ձեռքը մեկնեց, դիպչելու նրա դեմքին։ Մարսելը սկսեց լացել։ Հեղինեն հեռվից դիտում էր, սիրտը սեղմված։ Այնտեղ կարեկցանք կար, բայց նա զգուշություն։ Որովհետև նա սովորել էր, որ մարդիկ կարող են փոխվել, բայց նա կարող են կրկնվել։ Եվ նրա պարտքն էր պաշտպանել իր որդուն ամեն ինչից առավել։ Այցելությունները շարունակվեցին։ Աստիճանաբար Մարսելը ցույց տվեց իսկական փոփոխություն։ Չէր փորձում վերահսկել։ Չէր հարցադրում Հեղինեի որոշումները։ Պարզապես վայելում էր ժամանակը որդու հետ։ Խաղում էր, պատմություններ էր պատմում, ծիծաղում էր։ Ավելի մարդկային էր թվում, ավելի թեթ։ Մի օր, դատական նիստից 2 տարի անց, Մարսելը խնդրեց խոսել Հեղինեի հետ։ Նա համաձայնեց, բայց խնդրեց, որ Կարինեն նույնպես սենյակում մնա։ Նա նստեց, սկսեց. Գիտեմ, որ երբեք չեմ կարողանա չեղյալ համարել այն, ինչ արեցի։ Գիտեմ, որ քեզ վնասեցի այնպիսի ձերով, որոնք նույնիսկ չեմ կարող լիովին հասկանալ։ Բայց ուզում եմ, որ իմանաս, որ քո քաջությունը փրկեց ինձ։ Երբ դու դուրս եկար այդ տնից, երբ դու հրապարակայնորեն դիմակայեցիր այս ամենին, երբ դու հրաժարվեցիր լռել, դու փրկեցիր ոչ միայն քեզ։ Դու փրկեցիր նա ինձ։ Ինձ ստիպեցիր նայել ինքս ինձ։ Տեսնել այն հրեշին, որը դառնում էի։ Նա դադարեց, կուլ տալով։ Ես թերապիայի եմ հաճախում մինչ այսօր։ Հավանաբար կշարունակեմ իմ կյանքի մնացած մասը։ Որովհետև հասկացա, որ ես մի մարդ եմ, ով մշտական օգնության կարիք ունի, կործանարար օրինաչափությունների մեջ չընկնելու համար։ Եվ ուզում եմ, որ Պետրոսը մեծանա, տեսնելով մի հոր, ով ճանաչում է իր թերությունները, աշխատում է դրանց վրա։ Ոչ թե կատարյալ հայր։ Անկեղծ հայր։ Հեղինեն գլխով արեց։ Շնորհակալություն դա ասելու համար, Մարսել։ Եվ շնորհակալություն իրականում փոխվելու համար։ Որովհետև գիտեմ, որ դա հեշտ չէ։ Էլի մի բան կա։ Ես ուզում եմ օգնել։ Միությունում։ Ուզում եմ գումար նվիրաբերել, ուզում եմ առաջարկել այն, ինչ անհրաժեշտ է։ Ոչ թե իմ խիղճը մաքրելու համար, այլ որովհետև հավատում եմ այն աշխատանքին, որը դու անում ես։ Եվ որովհետև ուզում եմ, որ այլ կանայք չանցնեն այն, ինչ դու անցել ես։ Հեղինեն զարմացավ։
Նա անկեղծ էր։ Նա կարող էր զգալ. ընդունում եմ։ Բայց մի պայմանով։ Դու երբեք այնտեղ չես հայտնվում։ Երբեք չես խոսում կանանց հետ։ Պարզապես ֆինանսապես ես օգնում։ Որովհետև քո ներկայությունը շատերի համար գրգռիչ կլինի։ Հասկանում եմ։ Եվ համաձայն եմ։ Շունչ միությունը մեծացավ։ Դարձավ ազգային հենակետ։ Հեղինեն դասախոսություններ էր կարդում, մասնակցում էր բանավեճերի, օգնում էր հոգեբանական բռնության զոհերին պաշտպանող օրենքների մշակմանը։ Նրա պատմությունը հազարավոր կանանց ոգեշնչեց դուրս գալ բռնի հարաբերություններից, ճանաչել նշանները, օգնություն փնտրել։ Պետրոսը մեծանում էր առողջ, երջանիկ, շրջապատված սիրով։ Երբ նա 5 տարեկան էր, մորը հարցրեց, թե ինչու չի ապրում հոր հետ, ինչպես մյուս երեխաները։ Հեղինեն նստեց նրա հետ բացատրեց, պարզ, բայց անկեղծ բառերով. Քո հայրն ու ես սիրում էինք միմյանց, բայց երբեմն սերը բավարար չէ։ Երբեմն մարդիկ պետք է մենակ մեծանան, նախքան միասին լինելը։ Քո հայրը մեծանում է։ Եվ մի օր, երբ դու մեծանաս, ամեն ինչ կհասկանաս։ Բայց իմացիր, որ դու սիրված ես։ Իմ կողմից, Միլա մորաքրոջ կողմից, Արփինե տատիկի կողմից, նա քո հոր կողմից։ Պետրոսը գլխով արեց, գող պատասխանից։ Եվ հարցրեց, թե կարող է արդյոք խաղալ այգում։ Հեղինեն ժպտաց. Իհարկե։ Մի կիրակի կեսօր Հեղինեն նստած էր բնակարանի բազմոցին, դիտելով, թե ինչպես է Պետրոսը խաղում շինարարական բլոկներով գորգի վրա։ Կարինեն խոհանոցում ճաշ էր պատրաստում։ Տիկին Արփինեն շուտով կգար նրանց հետ ճաշելու, ինչպես անում էր ամեն կիրակի։ Հեղինեն շուրջը նայեց երախտագիտություն զգաց։ Երախտագիտություն փախչելու համար։ Երախտագիտություն ուժ գտնելու համար, որը նույնիսկ չգիտեր, որ ուներ։ Երախտագիտություն այն ընտանիքի համար, որը նա կառուցել էր, ոչ թե անպայման արյունակցական, այլ ընտրության իսկական սիրո։ Նրա հեռախոսը թրթռաց։ Միության կանանցից մեկի հաղորդագրությունն էր։ Ասում էր պարզապես. Շնորհակալություն գոյություն ունենալու համար։ Դու ինձ փրկեցիր։ Հեղինեն ժպտաց, աչքերը խոնավացան։ Եվ մտածեց, որ գուցե, պարզապես գուցե, այդ ամբողջ տառապանքը նպատակ ուներ։ Ցավը ուժի վերածել։ Տրավման գործողության վերածել։ Լռությունը ձայնի վերածել։ Նա նայեց պատուհանից դուրս։ Դրսում երանը բաբախում էր իր քաոտիկ էներգիայով։ Մեքենաներ, մարդիկ, շենքեր, կյանքը տեղի էր ունենում խելագար տեմպով։ Բայց ներսում, Արաբկիրի այդ բնակարանում, խաղաղություն կար։ Ծիծաղ կար։ Ազատություն կար։ Եվ Հեղինեն վերջապես հասկացավ, թե ինչ էր նշանակում տանը լինել։ Դա տեղ չէր։ Դա մտքի վիճակ էր։ Դա ինքդ քեզ լինելու կարողությունն էր, առանց վախի։ Սիրելու, առանց կորցնելու ինքդ քեզ։ Ապրելու, առանց կապվելու։ Պետրոսը բլոկները թողեց վազեց նրա մոտ, բարձրանալով բազմոցին փաթաթվելով նրա գրկում։ Մամա, սիրում եմ քեզ։ Նա գրկեց որդուն, զգալով նրա մանկական օճառի հոտը, նրա փափուկ մազերը, նրա փոքրիկ սիրտը, որը բաբախում էր իր սրտի դեմ։ Ես էլ եմ քեզ սիրում, իմ սեր։ Այս աշխարհում ամեն ինչից ավելի։ Եվ այդ պահին Հեղինեն գիտեր, որ հաղթել էր։ Ոչ թե այն պատճառով, որ ոչնչացրել էր Մարսելին կամ վրեժ խնդիր էր եղել, այլ որովհետև վերականգնել էր ինքն իրեն։ Եվ դա բոլոր հաղթանակներից ամենամեծն էր։ Դռան զանգը հնչեց։ Տիկին Արփինեն էր, եկել էր տաք խնձորի կարկանդակով։ Կարինեն բացեց դուռը գրկեց նրան։ 3 կանայք հավաքվեցին հյուրասենյակում, Պետրոսը նրանց մեջտեղում խաղում էր, նրանք ծիծաղում էին անմիտ պատմություններից, պլաններ էին կազմում շաբաթվա համար, ապրում էին այդ պարզ պահը, որպես գանձ, որը դա էր։ Որովհետև ի վերջո, կյանքը դրանից է կազմված։ Պարզ պահերից։ Իսկական սերից։ Նվաճված ազատությունից։ Ձայներից, որոնք հրաժարվում են լուռ մնալ։ Եվ Հեղինեն այլս երբեք լուռ չէր մնա։ Նա պատմություն ուներ պատմելու։ Եվ այդ պատմությունը փրկում էր կյանքեր, մեկը մյուսի հետից։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հեղինեի Մարսելի Պետրոսի պատմությունը դիպել է ձեր սրտին։
Եթե դուք հուզվեցիք, եթե ճանաչեցիք ձեզ որևէ կերպարում, եթե ինչ-որ բան սովորեցիք բռնի հարաբերությունների նշանների մասին, դրեք ձեր հավանությունը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս ճանապարհորդության մեջ։ Դուք ճանաչո՞ւմ եք մեկին, ով նման իրավիճակի միջով է անցել։ Ինչպես կվարվեիք, եթե լինեիք Հեղինեի կամ Կարինեի տեղում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք խոսում են հաղթահարման, իսկական սիրո այն անհավանական ուժի մասին, որը բնակվում է մեզանից յուրաքանչյուրի ներսում։ Կիսվեք այս տեսանյութով մեկի հետ, ով պետք է լսի այս հաղորդագրությունը։ Երբեմն մի պատմությունը կարող է լինել ազատության առաջին քայլը։ Մենք ձեզ սպասում ենք հաջորդ դրվագում, մեկ հուզիչ ճանապարհորդությամբ, որը ձեզ կստիպի մտածել, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Մինչ այդ, հիշեք, դուք ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք, երբեք մենակ չեք այս ճանապարհին։